Ցուրտ գիշերը մի աղջիկ ոտաբոբիկ մտնում է խանութ, գրկում պահելով իր սոված մանկիկ եղբորը։ Նրա անմեղ խոստումը վճարել, երբ մեծանա, լսում է միայնակ ու հարուստ մի տղամարդ, ով որոշում է միջամտել։ Այս անսպասելի հանդիպումը հավերժ փոխում է մի կոտրված ընտանիքի ճակատագիրը, քնած սրտի կյանքը։ Նախքան սկսելը, դարձեք մեր ընտանիքի անդամ այստեղ, ալիքում։ Բաժանորդագրվեք հիմա, դրեք ձեր հավանումը, այն չափազանց շատ է օգնում մեր աշխատանքին, մեկնաբանություններում գրեք, թե որ քաղաքից եք դիտում։ Ես պաշտում եմ իմանալ, թե մինչ ուր են հասնում մեր պատմությունները։ Հուլիսյան գիշերը երանում իր հետ բերել էր այն խոնավ ցուրտը, որը թափանցում է մինչ ոսկորներն ու այլս դուրս չի գալիս։ Սուր քամին փչում էր քաղաքի կենտրոնի փողոցներով, չոր տերներ ու թղթեր քշելով մայթերով, մինչ մանրամաղ անձրը լապտերների լույսի տակ ամեն ինչին սայթաքում փայլ էր հաղորդում։ Դա այն լուսաբացներից էր, երբ տաք տանիք ունեցողը նախընտրում է տանը մնալ, իսկ չունեցողը ցանկացած հնարավոր ապաստան է փնտրում։ Աբովյան փողոցի շուրջօրյա խանութն այդ ժամին գրեթե դատարկ էր։ Լյումինեսցենտային լամպերը արհեստական հակադրություն էին ստեղծում դրսի խավարի հետ, իսկ վաճառողը 20 անց մի երիտասարդ, որի անունը Հովիկ էր, հորանջում էր, մի քանի դարակներ կարգի բերելով։ Ռադիոյի ցածր ձայնով ռաբիս երաժշտություն էր հնչում, խառնվելով սառնարանների մշտական բզզոցին։ Հենց այդ պահին ապակե դուռը բացվեց զանգակի ծանոթ ղողանջով, իր հետ բերելով սառը օդի մի պոռթկում մի տեսարան, որը ստիպեց Հովիկին դադարեցնել իր գործը։ Մոտ 10 տարեկան մի աղջիկ ներս մտավ խանութ։ Նրա բոբիկ ոտքերը թաց հետքեր էին թողնում մաքուր հատակին, իսկ հագուստը, գունաթափված վարդագույն շապիկն ու պատառոտված ջինսե կիսաշրջազգեստը թրջվել էին անձրից։ Բայց ամենաշատն ուշադրություն գրավեց այն, ինչ նա տանում էր իր ձեռքերում, մի քանի ամսական մի երեխա, փաթաթված մի ծածկոցի մեջ, որը լավագույն օրերն էր տեսել։ Երեխան կամաց լաց էր լինում, մի թույլ ու հոգնած լաց, որը սիրտ էր կոտրում։ Աղջիկը երկչոտ քայլերով մոտեցավ վաճառասեղանին, նրա մեծ ու մուգ աչքերն արտացոլում էին մի վճռականություն, որը չէր համապատասխանում նրա տարիքին։ Նրա շագանակագույն մազերը անձրից կպել էին դեմքին, բայց նա գլուխը բարձր էր պահում, կարծես աշխարհի ողջ արժանապատվությունը կրում էր այդ փոքրիկ մարմնում։ «Խնդրում եմ, եղբայր», ասաց նա, նրա դողացող ձայնն արձագանքեց լուռ խանութում։ «Եղբայրս սոված է։ Երեկվանից չի դադարում լաց լինել։ Դեղատան տիկինն ասաց, որ այստեղ կաթի փոշի կա»։ Հովիկը նայեց երեխային, հետո նրա ձեռքերում ճվճվացող փոքրիկին սրտում մի սեղմոց զգաց։ Նա շատ բան էր տեսել, աշխատելով այդ խանութում, հատկապես գիշերային հերթափոխերին, բայց այս իրավիճակում ինչ-որ բան նրան մի քանի վայրկյանով անխոս թողեց։ «Տես, աղջիկ ջան», սկսեց նա, փորձելով բարի լինել, բայց գիտակցելով ընկերության կանոնները, «ես հասկանում եմ իրավիճակը, բայց չեմ կարող ապրանքներն այդպես տալ, գիտես։ Փող է պետք, որ…» «Գիտեմ, եղբայր», ընդհատեց նա, թեթակի օրորելով երեխային, փորձելով հանգստացնել։ «Գիտեմ, որ պետք է վճարել։ Բայց ես քեզ խոստանում եմ, երդվում եմ տատիկիս հոգով, որ երբ մեծանամ, երբ աշխատանք գտնեմ, կվերադառնամ այստեղ ու կվճարեմ ամեն ինչ։ Ամեն մի լուման։ Տոկոսներով, եթե ուզեք»։ Այդ խոսքերի անկեղծությունը գրեթե շոշափելի էր։ Այնտեղ խորամանկություն կամ մանիպուլյացիա չկար, միայն մի երեխայի մաքուր հուսահատություն, որը փորձում էր հոգ տանել իրենից էլ փոքր մեկի մասին։ Հովիկը զգաց, որ կոկորդը սեղմվում է, շուրջը նայեց, կարծես պատասխան էր փնտրում ապրանքներով լի դարակներում։ «Լսիր, ես իսկապես կուզենայի օգնել, բայց դա այդպես չի լինում։ Ես այստեղ աշխատում եմ, տերը չեմ, հասկանում ես։ Եթե իմ տնօրենն իմանա»։ «Որքան արժե կաթը», հարցրեց նա, չհանձնվելով։ «Ամենափոքր տուփը 3500 դրամ է», պատասխանեց Հովիկը, գրեթե շշնջալով։ Աղջիկը մի պահ փակեց աչքերը, կարծես անհնարին հաշվարկ էր անում մտքում, հետո նայեց իր ձեռքերի երեխային։ Նրա լացը թուլանում էր, ինչն էլ ավելի անհանգստացնող էր։ «Կարող եք գրել իմ անունը», հարցրեց նա զինաթափող լրջությամբ։ «Սոֆյա Սարգսյան։ Ապրում եմ այնտեղ, հետի փողոցում, Կիյան կամրջի տակ։ Երբ 10 տարեկան դառնամ, դայակի կամ մաքրուհու աշխատանք կփնտրեմ։ Երբ 15 տարեկան դառնամ, կարող եմ իսկական աշխատանքի անցնել։ Այդ ժամանակ կգամ այստեղ ու կվճարեմ»։ Հովիկը նայում էր նրան, չիմանալով ինչ ասել։ Անհնար էր չհուզվել այդ երեխայի վճռականությունից, նրանից, թե ինչպես էր նա այդքան խնամքով պահում երեխային, կարծես դա աշխարհի ամենաթանկ գանձը լիներ։
Մինույն ժամանակ նա գիտեր, որ չի կարող պարզապես տալ ապրանքները, առանց իր աշխատանքը վտանգի տակ դնելու։ Հենց այդ պահին նրանց հետից տղամարդու ձայն լսվեց. 3500, ասացի՞ք։ Սոֆյան արագ շրջվեց, ավելի ամուր գրկելով երեխային, կարծես պատրաստվում էր փախչել։ Թխվածքաբլիթների դարակի մոտ կանգնած էր մոտ 45 տարեկան մի տղամարդ, հագին մուգ վերարկու, ձեռքին փոքրիկ զամբյուղ։ Նրա ճերմակած մազերը խնամքով սանրված էին, նույնիսկ խանութի կիսախավարում նկատելի էր, որ նրա հագուստը լավ որակի է։ Սակայն նրա աչքերում մի բան կար, որ չէր համապատասխանում նրա բարեկեցիկ տեսքին, խորը տխրություն, կարծես անտեսանելի բեռ էր կրում ուսերին։ «Պարոն», կակազեց Հովիկը, լիովին չհասկանալով իրավիճակը։ Տղամարդը վստահ քայլերով մոտեցավ վաճառասեղանին, զամբյուղը դրեց գետնին, վերարկուի ներքին գրպանից հանեց դրամապանակը։ Նրա շարժումները վստահ էին, բայց այնտեղ զսպված հուզմունք կար, կարծես իր ներսում ինչ-որ բան արթնացել էր երկար քնից։ Աղջիկն ասաց, որ կվճարի, երբ մեծանա, խոսեց նա, ուղիղ նայելով Սոֆյային։ Դա մեծ խոստում է։ Քանի՞ մարդու ենք ճանաչում, որոնք նման խոստումներ են տալիս կատարում։ Սոֆյան նայում էր նրան հույսի անվստահության խառնուրդով։ Նա արդեն սովորել էր, նույնիսկ այդքան երիտասարդ, որ ոչ բոլոր մեծահասակներն են, որ օգնություն են առաջարկում, բարի մտադրություններ ունեն։ Բայց այդ տղամարդու ձայնում ինչ-որ բան կար, մի անկեղծ բարություն, որը ստիպեց նրան մնալ այնտեղ, նույնիսկ երբ բոլոր բնազդները գոռում էին, որ փախչի։ Ես կկատարեմ, այո, պարոն, ասաց նա, գզակը վեր պահելով։ Մայրս միշտ ասում էր, որ մեր խոսքն ամենակարևոր բանն է, որ ունենք։ Դա միակ բանն է, որ ոչ ոք չի կարող մեզնից խլել։ Տղամարդն առաջին անգամ ժպտաց, դա նման էր, կարծես արը ծագեց այդ ցուրտ գիշերվա մեջ։ Նա 10,000 դրամանոց թղթադրամ հանեց դրեց վաճառասեղանին։ Ուրեմն պայմանավորվեցինք, ասաց նա Հովիկին։ Կարող եք հաշվել Կաթի փոշին։ Եվ նա մի քանի տակդիր, եթե ունեք։ Եվ գուցե ինչ-որ բան, որ աղջիկն ուտի։ Հովիկը մի քանի անգամ թարթեց աչքերը, դեռ մարսելով, թե ինչ է կատարվում։ Պարոն, համոզ եք։ Բացարձակապես, պատասխանեց տղամարդը, աչքերը չկտրելով Սոֆյայից։ Բայց սա ողորմություն չէ։ Սա պարտք է։ Աղջիկն արդեն ասաց, որ հետ կվճարի։ Սոֆյան զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով, բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Դա մաքուր թեթացում էր, խառնված այնպիսի մեծ երախտագիտության հետ, որ չէր տեղավորվում կրծքում։ Նրա ձեռքերի երեխան դադարել էր լաց լինել, կարծես զգացել էր, որ օդում ինչ-որ բան փոխվել է։ Շնորհակալ եմ, պարոն, կարողացավ ասել նա, ձայնը խեղդվելով։ Շատ շնորհակալ եմ։ Դուք չեք պատկերացնի, թե սա ինչ է նշանակում։ Ես պատկերացնում եմ, պատասխանեց նա, այդ խոսքերում խորը անկեղծություն կար։ Պատկերացնում եմ ավելին, քան դու կարծում ես։ Հովիկը, դեռս մի փոքր շփոթված ամբողջ իրավիճակից, սկսեց վերցնել իրերը։ Կաթի փոշի, տակդիրներ, մի քանի թխվածքաբլիթ, կաթնային շոկոլադ։ Մինչ նա ամեն ինչ անցկացնում էր դրամարկղով, տղամարդն ուշադիր հետում էր Սոֆյային։ Նա նրբորեն օրորում էր երեխային, նրա ականջին քնքուշ խոսքեր շշնջալով, այնտեղ մի քնքշություն կար, որը խորը մի բանի դիպավ տղամարդու կրծքում։ Ինչպե՞ս է քո անունը, հարցրեց նա։ Սոֆյա, պատասխանեց նա։ Իսկ սա իմ եղբայրն է, Դավիթը։ Նա 5 ամսական է։ Հաճելի է ծանոթանալ, Սոֆյա Դավիթ։ Իմ անունը Կարեն է։ Կարեն Մելիքյան։ Հաճելի է, պարոն Կարեն։ Երբ Հովիկն ավարտեց ամեն ինչ փաթեթավորելը, Կարենը վերցրեց տոպրակները դիմեց Սոֆյային։ Թույլ տուր ես տանեմ սա։ Դու արդեն Դավիթին ես տանում։ Սոֆյան մի պահ տատանվեց։ Պարոն, պետք չէ ինձ ուղեկցել։ Ես կարող եմ միայնակ հասնել։ Համոզված եմ, որ կարող ես, ասաց Կարենը, բայց դրսում շատ ցուրտ է, շատ ուշ։ Եթե ընկերակցության դեմ չես, ես կուզենայի համոզվել, որ դուք լավ հասաք տուն։ Կարենը լավ չգիտեր, թե ինչու է դա անում։ Տարիներ շարունակ նա մեթոդական միայնակ կյանք էր վարում, տնից դուրս գալով միայն աշխատանքի կամ նման անհրաժեշտ գնումների համար։ Նա խուսափում էր մարդկանց հետ շփումից, խուսափում էր ներգրավվելուց, խուսափում էր զգալուց։ Բայց այդ աղջկա խոստումը դիպել էր մի բանի, որը նա կարծում էր, թե մահացել է իր կնոջ հետ 3 տարի առաջ։ Սոֆյան ուշադիր ուսումնասիրեց նրան։
Նա մարդկանց ճանաչելու սուր բնազդ էր զարգացրել, ծնված գոյատման անհրաժեշտությունից։ Եվ ինչ-որ բան այդ տղամարդու մեջ նրան ասում էր, որ կարող է վստահել։ Ոչ լիովին, նա ոչ ոքի լիովին չէր վստահում, բայց բավականաչափ, որպեսզի ընդունի նրա օգնությունը։ Լավ, ասաց նա վերջապես։ Բայց դա այստեղ մոտիկ է, հետի փողոցի կամրջի տակ։ Երեքով միասին դուրս եկան խանութից, իսկ Հովիկը նայում էր ցուցափեղկից, դեռ փորձելով մարսել այն, ինչի ականատեսը հենց նոր դարձավ։ Անձրը դադարել էր, բայց ցուրտը շարունակվում էր։ Կարենը հանեց իր շարֆը, առանց հարցնելու, փաթաթեց Սոֆյային ու Դավիթին դրանով։ Շնորհակալ եմ, մրմնջաց նա, զարմացած այդ քնքուշ ժեստից։ Մինչ նրանք քայլում էին դատարկ փողոցներով, Կարենն իր ներսում աճող մի տարօրինակ զգացողություն էր զգում։ Կարծես տարիներ շարունակ քնելուց հետո նա կամաց-կամաց արթնանում էր։ Այդ աղջկա խոստումը քանդել էր մի պատ, որը նա նույնիսկ չգիտեր, որ կառուցել էր իր սրտի շուրջ։ Սոֆյա, ասաց նա, երբ նրանք շրջվեցին մի անկյունից, կարող եմ հարցնել, թե որտեղ է քո մայրը։ Նա մեզ սպասում է, պատասխանեց Սոֆյան, նրա ձայնում տատանում կար։ Ուղղակի նա վերջերս այնքան էլ լավ չէ։ Դավիթի ծնվելուց հետո նա մի տեսակ շփոթված է լինում։ Կարենը հասկացավ այն, ինչ նա չէր ասում։ Հետծննդաբերական դեպրեսիա, գուցե սրված նրանց խոցելի իրավիճակով։ Նա այլս ոչինչ չհարցրեց, բայց զգաց, որ կուրծքն էլ ավելի է սեղմվում։ Երբ նրանք հասան կամրջի տակ, Կարենը հասկացավ իրավիճակի իրական մասշտաբը։ Բետոնե կառույցի տակ, պաշտպանված միայն մի քանի բրեզենտով ստվարաթղթով, մի տեսակ կացարան էր կառուցված։ Մոտ 30 տարեկան մի կին նստած էր հին ներքնակի նման մի բանի վրա, հայացքը հառած դատարկությանը, հեռավոր արտահայտությամբ։ Մամա, կանչեց Սոֆյան, զգուշորեն մոտենալով։ Դավիթի համար կաթ եմ բերել։ Եվ տակդիրներ էլ կան։ Կինը դանդաղ բարձրացրեց աչքերը, Կարենն այնտեղ տեսավ մի հոգնած գեղեցկություն, մաշված հանգամանքներից, բայց դեռս ներկա։ Նրա շիկահեր մազերը խառնված էին, հագուստը տեսանելիորեն կեղտոտ էր, բայց նրա դեմքին արժանապատվություն կար, նույնիսկ փխրունության մեջ։ Սոֆյա, դու կորել էիր, ասաց նա, ձայնը հեռավոր էր հնչում։ Ես անհանգստացա։ Ներիր, մամ։ Դավիթը շատ էր լաց լինում, ես այլս չէի դիմանում նրան այդպես տեսնելուն։ Հենց այդ ժամանակ կինը նկատեց Կարենին, որը կանգնած էր մի քանի մետր հեռավորության վրա, տոպրակները ձեռքին։ Նրա աչքերը լայն բացվեցին, նա բնազդաբար գրկեց ծնկները, պաշտպանական դիրքով։ Ո՞վ է այդ մարդը, Սոֆյա։ Ինչ է նա ուզում։ Հանգստացիր, մամա, ասաց Սոֆյան, նստելով նրա կողքին։ Սա պարոն Կարենն է։ Նա օգնեց մեզ Դավիթի համար կաթ գնել։ Կարենը մի քայլ առաջ արեց, դանդաղ, կարծես վիրավոր կենդանու էր մոտենում։ Բարի գիշեր, տիկին։ Իմ անունը Կարեն Մելիքյան է։ Ձեր դուստրը շատ խիզախ աղջիկ է։ Կինը նայում էր նրան անվստահությամբ, բայց նրա աչքերում նա խորը հյուծվածություն կար, կարծես այլս էներգիա չուներ ոչնչի դեմ պայքարելու։ Ինչու դու դա արեցիր, հարցրեց նա, ձայնը միայն շշուկ։ Ինչ ես ուզում դրա դիմաց։ Ոչինչ, պատասխանեց Կարենն անկեղծորեն։ Ձեր դուստրը խոստում տվեց։ Ասաց, որ հետ կվճարի, երբ մեծանա։ Ես հավատացի նրան։ Կարենը տոպրակները դրեց գետնին մի քանի քայլ հետ գնաց, ընտանիքին տարածք տալով։ Ես ձեզ հիմա կթողնեմ։ Հոգ տարեք ձեր մասին։ Նա շրջվում էր, որ գնա, երբ Սոֆյայի ձայնը կանգնեցրեց նրան։ Պարոն Կարեն, կանչեց նա։ Նորից շնորհակալ եմ։ Իսկապես։ Եվ ես կկատարեմ իմ խոստումը։ Դուք կարող եք դրանում վստահ լինել։ Կարենը շրջվեց, ժպտաց նրան։ Ես գիտեմ, որ կկատարես, Սոֆյա։ Բացարձակապես համոզված եմ։ Հեռանալիս Կարենը մի բան էր զգում, որը վաղուց չէր զգացել, նպատակ։ Այդ աղջկա խոստումն իր մեջ արթնացրել էր մի հույս, որը նա կարծում էր, թե ընդմիշտ կորցրել է։ Եվ տարիների մեջ առաջին անգամ նա ցանկություն ունեցավ արթնանալ հաջորդ օրը, տեսնելու, թե ինչ կլինի։ Նրա հետում կամրջի տակ Սոֆյան Դավիթի համար շիշ էր պատրաստում, մինչդեռ մայրը լուր հետում էր նրան, դեռ փորձելով հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Տաք կաթի ջերմությունը հակադրվում էր գիշերվա ցրտին, մի քանի րոպեով այդ ինքնաշեն անկյունում, մեծ քաղաքի մեջտեղում, մի ընտանիք մի փոքր խաղաղություն գտավ։
Բայց Կարենը գաղափար անգամ չուներ, որ այդ պատահական հանդիպումը շուրջօրյա խանութում կլիներ միայն մի պատմության առաջին գլուխը, որը ընդմիշտ կփոխեր նրանց բոլորի կյանքը։ Ինչպես Սոֆյան չէր պատկերացնում, որ իր պարզ ու անկեղծ խոստումը կլիներ այն բանալին, որը կբացեր դռներ, որոնց գոյության մասին նա նույնիսկ չէր երազում։ Գիշերը շարունակվեց ցուրտ ու լուռ, բայց օդում ինչ-որ բան փոխվել էր։ Կարծես տիեզերքը դավադրություն էր կազմակերպել, որպեսզի 4 միայնակ կյանքեր հանդիպեն հենց այն պահին, երբ նրանք բոլորն ամենաշատը հույսի կարիք ունեին։ Կարենն այդ գիշեր չկարողացավ քնել։ Պառկած իր մեծ մահճակալին, արաբկիրի իր լուռ, 3 սենյականոց բնակարանում, նա նայում էր առաստաղին, վերհիշելով շուրջօրյա խանութում տեղի ունեցած այդ անսպասելի հանդիպման ամեն մի պահը։ Սոֆյայի պատկերը, որն այդքան խնամքով պահում էր փոքրիկ Դավիթին, նրա աչքերի վճռականությունը, երբ նա տվեց այդ խոստումը, մոր խոցելիությունը կամրջի տակ, այս ամենը արձագանքում էր նրա մտքում մի մեղեդու պես, որը նա չէր կարողանում դադարեցնել լսելուց։ Առավոտյան ժամը 5-ին նա հրաժարվեց քնելու փորձերից։ Վեր կացավ, թունդ սուրճ պատրաստեց, կանգնեց պատշգամբում։ Դիտելով, թե ինչպես է քաղաքն արթնանում ներքում։ Երանն իրականում երբեք չի քնում, բայց ունի իր դադարի պահերը, լուսաբացի այդ ժամը դրանցից մեկն էր։ Երթևեկությունը դեռ սակավ էր, որոշ աշխատողներ արդեն քայլում էին մայթերով դեպի կանգառներ, երկինքը սկսում էր բացվել մշուշոտ օրերին բնորոշ մոխրագույն երանգով։ Կարենը մտածեց իր վերջին 3 տարիների առօրյայի մասին։ Արթնանալ, սուրճ, աշխատանք հորից ժառանգած փաստաբանական գրասենյակում, միայնակ ճաշմիշտ նույն ռեստորանում, վերադարձ տուն, սառեցված ուտելիքով ընթրիք, հեռուստացույց անկողին։ Ավտոմատ ցիկլ, որը նրան ստիպում էր գործել, բայց ոչ ապրել։ Այն օրվանից, երբ Էլենը մահացավ, նա փակվել էր մասնագիտական արդյունավետության զգացմունքային դատարկության պղպջակի մեջ։ Բայց նախորդ գիշեր ինչ-որ բան ճաքեցրել էր այդ պղպջակը։ Այդ աղջկա խոստումը նրա մեջ արթնացրել էր մի զգացողություն, որը նա նույնիսկ չէր հիշում, որ գոյություն ունի, ինչ-որ մեկի կյանքում փոփոխություն մտցնելու ցանկությունը։ Առավոտյան ժամը 7-ի սահմաններում Կարենը մի որոշում կայացրեց, որը զարմացրեց նույնիսկ իրեն։ Նա ավելի հասարակ հագուստ հագավ, մուգ ջինսեր, երկարատ վերնաշապիկ, տնից դուրս եկավ հստակ նպատակով։ Մտավ մի հացի խանութ, գնեց թարմ հաց, կաթ, մրգեր, մի քանի մանկական վիտամիններ, նույնիսկ մի քանի պարզ խաղալիք, որ տեսավ մի խանութում, որը նոր էր բացվում։ Դա մշակված ծրագիր չէր, դա մաքուր ինտուիցիա էր։ Երբ նա ժամը 8-ի սահմաններում հասավ կամրջի տակ, գտավ Սոֆյային արդեն արթուն, որը փորձում էր հանգստացնել կամաց լացող Դավիթին։ Մայրը դեռ քնած էր, կամ ծածնում էր, թե քնած է, փաթաթված մի ծածկոցի մեջ, որն ավելի լավ օրեր էր տեսել։ Ընտանիքի ինքնաշեն տունը ցերեկային լույսի ներքո էլ ավելի խղճուկ էր թվում, թաց ստվարաթղթեր, մի քանի հագուստ փռված բետոնե սյուների մեջ կապված պարանին, խոնավության հոտը, խառնված վերի պողոտայով անցնող մեքենաների ծխի հետ։ Պարոն Կարեն, Սոֆյան տեսավ նրան գալիս, լայն բացեց աչքերը, զարմացած։ Դուք վերադարձաք։ Մի քանի բան եմ բերել, ասաց նա, ցույց տալով տոպրակները։ Մտածեցի, որ ձեզ նախաճաշ պետք կգա։ Սոֆյան նայեց տոպրակներին, հետո նրան երախտագիտության անվստահության խառնուրդով, որը սիրտ էր կոտրում։ Դա հասկանալի արձագանք էր, մի երեխա, որը սովորել էր կասկածել մեծահասակների անշահախնդիր բարությանը։ Ինչու եք դուք դա անում, հարցրեց նա, կրկնելով նախորդ գիշերվա մոր հարցը։ Կարենը կռացավ, որպեսզի նրա հասակին լինի։ Գիտես, Սոֆյա, կյանքում մի բան եմ սովորել։ Երբ ինչ-որ մեկն իսկական խոստում է տալիս, ինչպես դու երեկ, դա ազդում է մեր վրա։ Ինձ հիշեցրեց բաներ, որոնք ես մոռացել էի։ Ինչ բաներ։ Որ աշխարհում բարություն կա։ Եվ որ երբեմն մենք պետք է լինենք այդ բարության մի մասը։ Այդ պահին Սոֆյայի մայրը շարժվեց, դանդաղ բացեց աչքերը։ Երբ տեսավ Կարենին այնտեղ, արագ նստեց, ձեռքերն անցկացնելով մազերի միջով, ինքն իրեն կարգի բերելու բնազդական փորձով։ Բարի լույս, ասաց Կարենը քնքշորեն։ Ձեզ համար նախաճաշ եմ բերել։ Հուսով եմ, դեմ չեք։ Կինը մի քանի վայրկյան նայեց նրան, կարծես փորձում էր վերծանել նրա իրական մտադրությունները։ Ես Անահիտն եմ, ասաց նա վերջապես, ձայնը դեռ խռպոտ քնից։ Անահիտ Սարգսյան։ Հաճելի է, Անահիտ։ Ես Կարենն եմ։ Ինչու եք դուք դա անում, հարցրեց նա, կրկնելով դստերը։ Ոչ ոք ոչինչ անվճար չի անում։ Կարենը նստեց ստվարաթղթե արկղի վրա, որը ծառայում էր որպես ինքնաշեն աթոռ։ Դուք ճիշտ եք։ Հաճախ մարդիկ չեն անում։
բայց ես անվճար չեմ անում։ Սոֆյան ինձ խոստացավ, որ հետ կվճարի, երբ մեծանա, հիշում եք։ Դա երկարաժամկետ ներդրում է։ Անահիտն ուշադիր ուսումնասիրեց նրան, փնտրելով կեղծիքի նշաններ, բայց նրա հանգստության մեջ ինչ-որ բան կար, որը նրան ավելի քիչ պաշտպանողական դարձրեց։ Իսկ եթե նա չկարողանա վճարել։ Կկարողանա, ասաց Կարենը համոզված։ Ցանկացած երեխա, որը քաջություն ունի գիշերվա կեսին խանութ մտնել, իր փոքրիկ եղբոր համար կաթ գտնելու, կյանքում ամեն ինչի կհասնի։ Մինչ նրանք զրուցում էին, Կարենը բաժանեց հացը, կազմակերպեց ինքնաշեն նախաճաշ։ Սոֆյան օգնեց Դավիթի համար շիշ պատրաստել, կամաց-կամաց մթնոլորտը պակաս լարված դարձավ։ Տարօրինակ էր տեսնել, թե ինչպես կարող է պարզ սնունդը նորմալության զգացում ստեղծել, նույնիսկ այդ հանգամանքներում։ Անահիտ, ասաց Կարենը մի քանի րոպե լռությունից հետո, կարող եմ հարցնել, թե որքան ժամանակ է, ինչ դուք այստեղ եք։ Անահիտը հայացքը իջեցրեց։ Մոտ 2 ամիս։ Այն օրվանից, երբ ամեն ինչ բարդացավ։ Սոֆյան անհանգստությամբ նայեց մորը։ Նա սովորել էր կարդալ նշանները, երբ Անահիտը պատրաստվում էր ճամփորդել, ինչպես նա էր անվանում այն պահերը, երբ մայրը կտրվում էր իրականությունից։ Ամեն ինչ կարող է լավանալ, ասաց Կարենը մեղմորեն։ Երբեմն մենք պարզապես մի փոքր օգնության կարիք ունենք, փոսից դուրս գալու համար։ Եվ ինչ տեսակի օգնություն եք դուք առաջարկում, հարցրեց Անահիտը, անվստահությունը վերադառնալով ձայնի մեջ։ Կարենն այդ մասին մտածել էր ամբողջ գիշեր։ Դե սկզբի համար, ինչ կասեք տաք լոգանքի լավ քնի գիշերվա մասին։ Ես այստեղ մոտակայքում մի ընտանեկան հյուրանոց գիտեմ։ Ոչինչ շքեղ, բայց մաքուր անվտանգ։ Անահիտն անմիջապես լարվեց։ Մենք մարմնավաճառներ չենք։ Ես գիտեմ, ասաց Կարենը, պահպանելով հանգստությունը։ Եվ ես դա չեմ առաջարկում։ Դա ընդամենը մի գիշեր է, որպեսզի դուք վերականգնվեք։ Առանձին սենյակներ, եթե նախընտրում եք։ Առանց երկրորդական մտադրությունների։ Ինչու դա կանեիք անծանոթների համար։ Կարենը մի պահ լռեց, պայքարելով սեփական զգացմունքների դեմ։ Որովհետև իմ կինը միշտ ասում էր, որ մենք երբեք չգիտենք, թե երբ կարիք կունենանք անծանոթի բարության։ Նա մահացավ 3 տարի առաջ, այդ ժամանակվանից ես կարծես մոռացել էի դա։ Սոֆյան ինձ հիշեցրեց։ Այդ խոսքերի անկեղծությունն անհնար էր կեղծել։ Անահիտը տեսավ նրա աչքերի անկեղծ ցավը, ինչ-որ բան իր ներսում հուզվեց։ Նա սովորել էր ճանաչել վտանգավոր մարդկանց, Կարենը նրանցից չէր։ Միայն մի գիշեր, հարցրեց նա, տատանվելով։ Մի գիշեր, սկզբի համար, համաձայնեց Կարենը։ Հետո կտեսնենք, թե ինչպես կլինի։ Սոֆյան, որը լուր հետում էր ամբողջ խոսակցությանը, Դավիթին ձեռքերում օրորելով, վերջապես խոսեց։ Մամ, այնքան վաղուց է, ինչ տաք լոգանք չենք ընդունել։ Եվ Դավիթին տաք տեղ է պետք։ Անահիտը նայեց իր երեխաներին, հետո Կարենին, նրա արտահայտության մեջ ինչ-որ բան հանգստացրեց նրան։ Այնտեղ ծանոթ տխրություն կար, կարծես նա էլ իր սեփական վերքերն էր կրում։ Լավ, ասաց նա, գրեթե շշուկով։ Մի գիշեր։ Երան ընտանեկան հյուրանոցը գտնվում էր ընդամենը 3 թաղամաս այն կողմ։ Դա պարզ, բայց խնամված հաստատություն էր, մաքուր սենյակներով, բարի աշխատակիցներով։ Կարենը ճանաչում էր այդ վայրը, քանի որ երբեմն այլ քաղաքներից եկած հաճախորդներին էր այնտեղ տեղավորում։ Շքեղ չէր, բայց ուներ այն ամենը, ինչ անհրաժեշտ էր ընտանիքին, իրենց անվտանգ զգալու համար։ Ընդունարանի աշխատակիցը մոտ 50 տարեկան մի կին, որի անունը Տիկին Նունե էր, հետաքրքրությամբ նայեց անսովոր խմբին, որը մտավ նախասրահ։ Կարենը բնականon կերպով մոտեցավ վաճառասեղանին։ Բարի օր, Տիկին Նունե։ Ինձ այսօրվա համար 2 կից սենյակ է պետք։ Իհարկե, պարոն Կարեն։ Ընտանիքի համար է, հարցրեց նա, զգուշորեն նայելով Անահիտին երեխաներին։ Այո, ընտանիքի համար է, պատասխանեց նա առանց տատանվելու։ Մինչ Կարենը լուծում էր թղթաբանական հարցերը, Անահիտն իրեն անհարմար էր զգում հյուրանոցի նախասրահում։ Նրա կեղտոտ հագուստը հակադրվում էր մաքուր միջավայրին, նա համոզված էր, որ բոլորը նայում են իրեն։ Սոֆյան բռնել էր նրա ձեռքը, նույնպես մի փոքր վախեցած, բայց միևնույն ժամանակ հիացած առաստաղի ջահով վայրի մաքրության հոտով։ Պատրաստ է, ասաց Կարենը, վերադառնալով 2 բանալիով։ 205-207 սենյակները։ Անահիտ, դու Դավիթը կմնաք 205-ում։
Սոֆյա, դու ինձ հետ կմնաս 207-ում, եթե դեմ չես։ Այնտեղ 2 առանձին մահճակալ կա։ Անահիտը մի վայրկյան տատանվեց, բայց տաք լոգանքի մաքուր անկողնի հեռանկարն ավելի բարձր խոսեց, քան անվստահությունը։ Սենյակները պարզ էին, բայց հարմարավետ։ Սպիտակ սավաններով մահճակալներ, տաք ջրով լոգարաններ, հեռուստացույց օթորակիչ։ Անահիտի երեխաների համար, որոնք ամիսներ շարունակ քնել էին բաց երկնքի տակ, դա պալատ էր թվում։ Ես ձեզ կթողնեմ տեղավորվել, ասաց Կարենը։ Ինչ կասեք, եթե 7-ին հանդիպենք ընթրիքի։ Հենց այստեղ, հյուրանոցում ռեստորան կա։ Երբ Անահիտը Դավիթի հետ մտավ սենյակ, առաջին բանը, որ արեց, վազեց դեպի լոգարան, բացեց ցնցուղը։ Ձեռքերի վրա թափվող տաք ջուրը հրաշքի պես էր։ Նա նայեց իրեն հայելու մեջ, գրեթե չճանաչեց։ Չափազանց նիհար, անկենդան մազեր, խորս շրջանակներ աչքերի տակ։ Բայց այդ պահին նրա աչքերում մի տարբեր բան կար, հույսի մի փոքրիկ կայծ, որը նա ամիսներ շարունակ չէր տեսել։ Մինույն ժամանակ հարան սենյակում Սոֆյան ուսումնասիրում էր ամեն մի անկյունը մի երեխայի հիացմունքով, որը նոր աշխարհ էր բացահայտում։ Նա մի քանի անգամ միացրեց անջատեց օթորակիչը, հիացած նրանով, որ կարող է կառավարել սենյակի ջերմաստիճանը։ Հետո մոտեցավ պատուհանին, նայեց ներքի փողոցին, դիտելով մարդկանց, որոնք անցնում էին իրենց թվացյալ կազմակերպված կյանքով։ Երբեք իսկական մահճակալի վրա չեմ քնել, խոստովանեց նա Կարենին, որը մի քանի իրեր էր դասավորում բազկաթոռի վրա։ Երբեք, հարցրեց նա, զարմացած։ Դե, կարծում եմ, երբ շատ փոքր էի, Դավիթի ծնվելուց առաջ։ Բայց լավ չեմ հիշում։ Կարենը զգաց, որ կուրծքը նորից սեղմվում է։ Ուրեմն այսօրը հատուկ կլինի։ Քո առաջին անգամը իսկական մահճակալի վրա, որը դու կհիշես։ Սոֆյան ժպտաց, դա առաջին անգամն էր, որ Կարենը իսկական ժպիտ տեսավ նրա դեմքին։ Դա ոչ միայն թեթացում էր կամ երախտագիտություն, դա մաքուր ուրախություն էր, այնպիսի ուրախություն, որը միայն երեխաները կարող են զգալ նույնիսկ ամենավատ հանգամանքներում։ Ժամը 7-ին 4-ով հանդիպեցին հյուրանոցի փոքրիկ ռեստորանում։ Փոխակերպումը տպավորիչ էր։ Անահիտը լոգանք էր ընդունել լվացել մազերը, նույնիսկ նախկին հագուստով, բոլորովին այլ մարդ էր թվում։ Նրա դեմքին գույն կար, աչքերն ավելի կենդանի էին։ Սոֆյան փայլում էր, մազերը փայլուն, մաշկը մաքուր։ Դավիթը, որը տաք լոգանք էր ընդունել լավ սնվել, հանգիստ քնած էր մոր գրկում։ Ինչպե՞ս եք ձեզ զգում, հարցրեց Կարենը, երբ նրանք նստեցին պատուհանի մոտի սեղանի շուրջ։ Կարծես նորից մարդ ենք դարձել, պատասխանեց Անահիտը, առաջին անգամ նա լսեց անկեղծ հուզմունքի երանգ նրա ձայնում, ոչ միայն հոգնածություն կամ անվստահություն։ Ընթրիքի ընթացքում նրանք ավելի անկաշկանդ զրուցեցին։ Կարենը պարզեց, որ Անահիտը վարսահարդար է եղել մինչ Դավիթի ծնվելը, որ Սոֆյան սիրում է կարդալ նկարել, որ ընտանիքը, չնայած բոլոր դժվարություններին, սիրառատ դինամիկա ունի։ Անահիտն իր հերթին հասկացավ, որ Կարենն իսկապես միայնակ մարդ է, որ կնոջ կորուստը նրան մոլորեցրել է իր իսկ աշխարհում։ Կարող եմ հարցնել, թե ինչպես է մահացել ձեր կինը, հարցրեց Անահիտը աղանդերի ժամանակ։ Կարենը մի քանի վայրկյան լռեց։ Քաղցկեղ։ Արագ էր, բայց ոչ այնքան արագ, որ ցավոտ չլիներ։ Էլենը միշտ ասում էր, որ ես պետք է սովորեմ միայնակ ապրել, եթե իր հետ ինչ-որ բան պատահի։ Բայց ես երբեք չսովորեցի։ Պարզապես գոյություն ունեի։ Դժվար պետք է լինի, ասաց Անահիտն անկեղծորեն։ Այո։ Բայց ձեզ հանդիպելը ինձ ստիպեց հասկանալ, որ գուցե ես շփոթել եմ միայնակ ապրելը մեկուսացած ապրելու հետ։ Ընթրիքից հետո, երբ նրանք բարձրացան սենյակներ, Անահիտը կանգնեց միջանցքում, նայեց Կարենին։ Շնորհակալ եմ, ասաց նա պարզապես։ Իսկապես շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Եվ Անահիտ, առաջարկը վաղը առավոտյան չի ավարտվում։ Եթե դուք ցանկանաք, մենք կարող ենք խոսել այլ հնարավորությունների մասին։ Ինչ տեսակի հնարավորությունների։ Կարենն այդ մասին մտածել էր ընթրիքի ընթացքում։ Ես Մալաթիա Սեբաստիայում ազատ բնակարան ունեմ։ Փոքր է, բայց 2 սենյակ ունի, խոհանոց, ամեն ինչ աշխատում է։ Ամիսներ շարունակ դա տարգ է։ Ինչ կասեք, եթե մի որոշ ժամանակ այնտեղ մնաք։ Մինչ կարգի բերեք ձեր գործերը։ Անահիտը նայեց նրան, փնտրելով որևէ նշան, որ այդ առաջարկի հետում թաքնված փոխհատուցում կա։ Ինչի՞։ Դիմաց։ Սոֆյայի խոստման դիմաց։ Եվ նրա, որ դուք թույլ կտաք, որ ես օգնեմ, մինչ նորից կարողանաք ինքնուրույն քայլել։
Ինչու եք դա անում։ Իսկապես։ Կարենը տխուր ժպտաց։ Որովհետև գուցե ձեզ օգնելը միջոց է, որ ես ինքս նորից կարողանամ ապրել։ Գուցե մենք իրար ավելի շատ ենք պետք, քան պատկերացնում ենք։ Անահիտն ամբողջ գիշեր մտածում էր այդ առաջարկի մասին։ Պառկած մաքուր փափուկ մահճակալին Դավիթի հետ, որը հանգիստ քնած էր իր կողքին, նա հույսի վախի խառնուրդ էր զգում։ Հույս, որ գուցե, վերջապես, նրանք կարող են վերսկսելու հնարավորություն ունենալ։ Վախ, որ դա չափազանց լավ է, որպեսզի իրականություն լինի։ Հարան սենյակում Սոֆյան նույնպես չէր կարողանում քնել, բայց այլ պատճառներով։ Նա հիացած էր մահճակալի փափկությունից, սենյակի լռությունից, անվտանգության զգացումից։ Բայց հիմնականում նա մտածում էր այն մասին, ինչ Կարենն ասել էր ընթրիքի ժամանակ իր կնոջ մասին։ Նա կորցրել էր հորը, երբ շատ փոքր էր, այդ ժամանակվանից երազում էր իսկական հայրական կերպար ունենալ։ Հնարավոր է, որ նրանց ուղիները խաչվել էին Կարենի հետ հենց այն ժամանակ, երբ երեքն էլ ամենաշատն էին կարիք ունեցել։ Կարենն իր հերթին հյուրասենյակի բազմոցին էր, նայում էր առաստաղին մտածում, թե ինչ կասեր Էլենը, եթե կարողանար տեսնել իրեն այդ պահին։ Նա միշտ երազել էր երեխաներ ունենալ, բայց քաղցկեղի դեմ բուժումները դա անհնարին դարձրին։ Գուցե ինչ-որ խորհրդավոր կերպով նա ուղղորդում էր իր քայլերը դեպի այն ընտանիքը, որն այնքան խնամքի կարիք ուներ, որքան ինքը նպատակի։ Երբ հաջորդ առավոտ առը ծագեց, չորսն էլ գիտեին, որ իրենց կյանքը ընդմիշտ փոխվել է։ 10 տարեկան աղջկա խոստումը վերածվել էր շատ ավելի մեծ բանի սկզբի, անսովոր ընտանիքի, որը նոր էր սկսում բացահայտել հույս բառի իմաստը։ 3 շաբաթ անց Մալաթիա Սեբաստիայի բնակարանը լիովին փոխակերպվել էր։ Այն, ինչ նախկինում դատարկ ու անկենդան տարածք էր, սավաններով ծածկված կահույքով լքված վայրի հոտով, այժմ թրթռում էր ընտանիքի էներգիայով։ Պատերը, որոնք Կարենը երբեք չէր զբաղվել զարդարելով, ստացել էին Սոֆյայի գունավոր նկարները, կպցված սոսնձաժապավենով։ Խոհանոցը, որը նա օգտագործում էր միայն սառեցված ուտելիք տաքացնելու համար, երբ այցելում էր այդ վայրը, այժմ տնական բույրեր էր արձակում, որոնք Անահիտը պատրաստում էր թարմ մթերքներով, որոնք Կարենը բերում էր ամեն շաբաթ։ Սոֆյան անճանաչելի էր։ Ընդունված լինելով բնակարանից 3 թաղամաս այն կողմ գտնվող Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 դպրոց, նա հարմարվել էր ուսմանը սովորելու այնպիսի քաղցով, որը տպավորում էր նույնիսկ իր ուսուցիչներին։ Ամեն օր, երբ Կարենը գալիս էր աշխատանքից, գտնում էր նրան հյուրասենյակի փոքրիկ սեղանի մոտ, շրջապատված գրքերով, տետրերով, գրեթե մոլուցքային նվիրումով ուսմանը։ Տեսեք, պարոն Կարեն, նա դիմավորեց նրան այդ հինգշաբթի օրը, բարձրացնելով ամբողջությամբ գրված տետրը։ Ընկեր Մարիան ասաց, որ իմ շարադրությունն ամենալավն էր դասարանում։ Ուզում եք տեսնել։ Կարենը թողեց պայուսակը, նստեց նրա կողքին, դնելով ընթերցանության ակնոցները։ Տեքստը, գրված 10 տարեկան երեխայի դեռս անվստահ, բայց խնամքով ձեռագրով, խոսում էր իմ հերոսի մասին։ Եվ ի զարմանս ու հուզմունք, շարադրության հերոսը կոմիքսների սուպերհերոս կամ ֆուտբոլիստ չէր։ Դա ինքն էր։ Իմ հերոսը թիկնոց չի կրում, չի թռչում, կարդում էր Կարենը բարձրաձայն, հուզմունքը դողալով ձայնի մեջ։ Նա կոստյում է հագնում, բարի ժպիտ ունի։ Իմ հերոսը հավատաց իմ խոստմանը, երբ բոլորը կասեին, որ երեխան ոչինչ չի հասկանում խոստումներից։ Նա ինձ սովորեցրեց, որ երբեմն հրեշտակները հայտնվում են, երբ մենք ամենաքիչն ենք սպասում, որ իսկական բարությունն իսկապես գոյություն ունի աշխարհում։ Կարենը ստիպված եղավ մի պահ դադարեցնել կարդալը, հանելով ակնոցները, թաքցնելու համար արցունքները, որոնք համառորեն հայտնվում էին։ Սոֆյան նրան հետում էր երեխաներին հատուկ այն սրատեսությամբ, որը կարող է տեսնել մեծահասակների կրած դիմակների միջով։ Հավանեցի՞ք, հարցրեց նա, անհամբեր։ Սոֆյա, ասաց նա, ձայնը խեղդվելով, սա ամենագեղեցիկ շարադրությունն է, որը ես երբեք կարդացել եմ իմ ամբողջ կյանքում։ Իսկ ես շատ եմ կարդացել։ Ուղղակի ես ուզում էի գրել իրական մարդու մասին, բացատրեց նա լուրջ։ Ընկեր Մարիան ասաց, որ իսկական հերոսը նա է, ով փոփոխություն է մտցնում մեր կյանքում, ոչ թե ֆիլմերի հերոսները։ Այդ պահին Անահիտը հայտնվեց սենյակում, Դավիթին գրկին։ Երեխան կտրուկ փոխվել էր այդ 3 շաբաթվա ընթացքում։ Քաշ էր հավաքել, այտերը վարդագույն ու առողջ էին, նա անընդհատ ժպտում էր, հատկապես երբ տեսնում էր Կարենին։ Անահիտը նույնպես փոխվել էր։ Հոգեբան բժշկուհի Նարինե Ռոստոմյանի հետ բուժումը, որին Կարենը գտել էր իր կապերի միջոցով, արդյունք էր տալիս։ Նա դեռ դժվար օրեր էր ունենում, պահեր, երբ տխրությունը տիրում էր նրան, բայց դրանք գնալով ավելի հազվադեպ էին դառնում։
Ինչպես անցավ այսօրվա սեանսը, հարցրեց Կարենը, մինչ Սոֆյան վերադարձավ իր տնային աշխատանքներին նոր ոգորությամբ։ Ավելի լավ, պատասխանեց Անահիտը, նստելով բազմոցին Դավիթին տեղավորելով գրկում։ Բժշկուհի Նարինեն ասում է, որ առաջընթաց ունեմ։ Կարողացա խոսել բաների մասին, որոնց մասին առաջ չէի կարողանում խոսել։ Կարենը գիտեր, որ նա նկատի ունի բռնության հարաբերությունները, որոնք քանդել էին նրա ինքնագնահատականը հասցրել այդ խոցելի իրավիճակին։ Անահիտը երբեք մանրամասներ չէր պատմել, բայց դրա կարիքը չկար։ Կարենը տեսնում էր անտեսանելի սպիները, այն ձև, որով նա կծկվում էր, երբ ինչ-որ մեկը շատ բարձր էր խոսում, այն ձև, որով նա դժվարությամբ էր վստահում։ Եվ էլ ինչ ասաց բժշկուհին։ Անահիտը մի պահ տատանվեց։ Նա ասաց, որ ես նորից առողջ կապեր եմ ստեղծում։ Որ նորմալ է, որ ես վախենում եմ մարդկանց կապվելուց։ Բայց որ չեմ կարող թույլ տալ, որ վախը խանգարի ինձ ապրել։ Նրա ասելուծի մեջ, ուղիղ Կարենին նայելով, ինչ-որ բան կար, որը ստիպեց նրա սրտին արագանալ։ Վերջին շաբաթներին նրանց հարաբերությունները զարգացել էին պարզ մարդասիրական օգնությունից այն կողմ։ Նրանք զարգացրել էին մտերիմ հարմարավետ առօրյա։ Կարենը գալիս էր աշխատանքից, Անահիտն արդեն պատրաստել էր ընթրիքը, Սոֆյան ցույց էր տալիս իր տետրերն ու դպրոցական նվաճումները, Դավիթը խաղում էր հյուրասենյակի գորգի վրա կրթական խաղալիքներով, որոնք Կարենը գնել էր։ Անահիտ, սկսեց Կարենը, բայց նրան ընդհատեց հեռախոսի զանգը։ Ալո, պատասխանեց նա, տարօրինակ համարելով անծանոթ համարը։ Բար, Մալաթիա Սեբաստիայի բնակարանից է։ Կարենը ճակատը գնջրեց։ Այո, ով է։ Ես Ռուբենն եմ, Դավիթի հայրը։ Լսել եմ, որ նա այնտեղ է։ Կարենի արյունը սառեց։ Անահիտը, որը լսել էր անունը, անմիջապես գունատվեց, կարծես ուրվական տեսած լիներ։ Սոֆյան դադարեցրեց գրելը, նայեց մորը, անմիջապես հասկանալով, որ ինչ-որ բան այն չէ։ Մի րոպե, ասաց Կարենը, գնալով ննջասենյակ։ Ինչպես եք ստացել այս համարը։ Ախպեր ջան, քաղաքն այնքան էլ մեծ չէ։ Շատերն են ճանաչում Անահիտին այստեղ։ Պարզեցի, որ նա երեխաների հետ բնակարանում է։ Ուզում եմ տեսնել իմ որդուն։ Տղամարդու ձայնը ձգձգված էր, այն բնորոշ տոնով, որը խմած մարդունն է, բայց փորձում է սթափ հնչել։ Կարենը զգաց, որ կրծքում խուլ զայրույթ է աճում։ Դուք լքել եք ձեր ընտանիքը 1 տարուց ավելի, ասաց Կարենը, վերահսկելով տոնը։ Դուք իրավական իրավունք չունեք որևէ բան պահանջելու։ Հեյ, հանգստացիր, դոկտոր։ Գիտեմ, որ փող ունես այլն, բայց տղան իմ արյունն է։ Իրավունքներ ունեմ, այո։ Եվ եթե խնդիրներ չեք ուզում, ավելի լավ է խոսենք։ Կարենն անջատեց հեռախոսը, վերադարձավ հյուրասենյակ։ Անահիտը գրկել էր Դավիթին այնպիսի ուժով, որ կարծես ուզում էր պաշտպանել նրան աշխարհի բոլոր չարիքներից։ Նրա ձեռքերը տեսանելիորեն դողում էին։ Նա հարցրեց նա շշուկով։ Այո։ Բայց մի անհանգստացիր։ Նա ձեզ մոտ չի գա։ Սոֆյան վեր կացավ սեղանից, վազեց գրկելու մորը։ Ո՞վ էր, մամ։ Ինչու ես այդպես։ Անահիտը նայեց դստերը, պայքարելով գտնելու խոսքեր, որոնք չէին վախեցնի 10 տարեկան երեխային։ Դա Դավիթի հայրն էր, Սոֆյա։ Նա հայտնվեց։ Սոֆյան լայն բացեց աչքերը։ Նա աղոտ հիշում էր Ռուբենին, բարձրահասակ մի մարդ, որը շատ էր գոռում, մորը լացեցնում։ Նա ընդամենը 8 տարեկան էր, երբ նա գնաց, բայց վատ հիշողություններ էր պահպանել այդ ժամանակաշրջանից։ Նա Դավիթին կտանի, հարցրեց նա, ձայնը փոքր ու վախեցած։ Ոչ, ասաց Կարենը վստահորեն, մոտենալով պաշտպանող ձեռքը դնելով Սոֆյայի ուսին։ Ոչ ոք ձեզ չի բաժանի։ Ես խոստանում եմ։ Անահիտը հայացքը բարձրացրեց նրա վրա, Կարենն այնտեղ տեսավ ոչ միայն վախ, այլ հուզիչ վստահություն։ Նա հավատում էր նրան։ Հավատում էր, որ նա կարող է պաշտպանել իրենց։ Նա իրավական իրավունքներ ունի, հարցրեց նա։ Կարենն արագ մտածեց։ Որպես փաստաբան, նա գիտեր, որ իրավիճակը բարդ է։ Ռուբենը Դավիթի կենսաբանական հայրն էր, նույնիսկ ընտանիքը լքելուց հետո դա նրան որոշակի իրավական արտոնություններ էր տալիս։ Բայց կար նա անտեսման բռնության պատմություն։ Տեխնիկապես, այո, նա որոշ իրավունքներ ունի որպես կենսաբանական հայր։ Բայց մենք նա ամուր փաստարկներ ունենք նրա դեմ լքել։ Անտեսում, ալիմենտի բացակայություն։
Եվ ամենակարևորը, մենք ապացույցներ ունենք, որ դու երեխաներն այժմ շատ ավելի լավ վիճակում եք։ Կարենը ծնկի իջավ Անահիտի առջ, նրբորեն բռնելով նրա ձեռքերը։ Լսիր, ես կզանգեմ ընտանեկան իրավունքի մասնագետ մի գործընկերոջ։ Մենք պատշաճ կերպով կպատրաստվենք։ Դու ունես իմ ամբողջ աջակցությունը, իրավական անձնական։ Բայց եթե նա կարողանա տանել Դավիթին, եթե դատավորը մտածի, որ նա ավելի շատ իրավունքներ ունի, քան ես, դա տեղի չի ունենա, ասաց Կարենը համոզված։ Դու հիանալի մայր ես, Անահիտ։ Դու միայնակ ես հոգ տարել երեխաների մասին այսքան ժամանակ։ Դու բուժվում ես, վերականգնվում, նրանց կայունություն ես առաջարկում։ Ոչ մի խելամիտ դատավոր Դավիթին չի հանձնի մեկին, ով լքել է ընտանիքը։ Սոֆյան, որը լսել էր ամբողջ խոսակցությունը այն վաղահաս լրջությամբ, որը կյանքը պարտադրել էր նրան, խոսեց. Պարոն Կարեն, Դավիթը նույնիսկ չի ճանաչում այդ մարդուն։ Դավիթը միայն ձեզ է ճանաչում որպես հայր։ Աղջկա խոսքերը կայծակի պես ընկան Կարենի վրա։ Սոֆյան բարձրաձայնել էր մի բան, որը բոլորը զգում էին, բայց ոչ ոք չէր համարձակվել ասել։ Այնտեղ, այդ բնակարանում, նրանք դարձել էին իսկական ընտանիք։ Ոչ ավանդական ընտանիք, այլ ընտանիք, հիմնված սիրո փոխադարձ հոգատարության միասին լինելու գիտակցված ընտրության վրա։ Անահիտը նայեց Կարենին նոր ինտենսիվությամբ։ Սոֆյան ճիշտ է, ասաց նա, ձայնը դեռ դողալով, բայց վճռականության նոտայով։ Դավիթը միայն ձեզ է ճանաչում որպես հայրական կերպար։ Դուք ներկա եք ամեն գիշեր, դուք եք նրան լողացնում, երբ ես չեմ կարողանում, դուք եք արթնանում, երբ նա լաց է լինում կեսգիշերին։ Ռուբենը պարզապես գենետիկական նյութ է։ Կարենը զգաց, որ կուրծքը սեղմվում է հուզմունքից։ Նա կապվել էր Դավիթի հետ, կարծես իր սեփական որդին լիներ։ Տեսնել, թե ինչպես է երեխան մեծանում, Սոֆյային հեծանիվ քշել սովորեցնել թաղամասի այգում, Անահիտին օգնել վերականգնվել, այս ամենը իմաստ էր տվել նրա կյանքին, որը նա տարիներ շարունակ չէր զգացել։ Ուրեմն դա է, ինչ մենք կպնդենք, ասաց նա։ Իրական հայրություն ընդդեմ կենսաբանական հայրության։ Մենք դատավորին ցույց կտանք, որ Դավիթն ունի ներկա սիրող հայր, ես, որ նրան այս ընտանիքից բաժանելը վնասակար կլինի նրա զարգացման համար։ Բայց որպեսզի դա աշխատի, ասաց Անահիտը դանդաղ, դուք պետք է իրավականորեն դիրք գրավեք մեր ընտանիքում։ Կարենը հասկացավ, թե ինչ է նա ակնարկում։ Դավիթի հայրական կերպարի իրավական ուժ ունենալու համար նա պետք է լիներ ավելին, քան օգնող ընկեր։ Նա պետք է իրավականորեն ճանաչվեր որպես Անահիտի զուգընկեր, ստանձնելով պաշտոնական հայրական պարտականություններ։ Դա է, ինչ ես ուզում եմ, ասաց նա առանց տատանվելու։ Անահիտ, Սոֆյա, Դավիթ, դուք դարձել եք իմ ընտանիքը։ Միակ ընտանիքը, որը ես ուզում եմ ունենալ։ Անահիտը զգաց, որ աչքերը լցվում են արցունքներով, բայց դրանք տխրության արցունքներ չէին։ Դա թեթացում էր երախտագիտություն, երկար ժամանակ անց առաջին անգամ, իսկական հույս, որ գուցե նա կարող է ունենալ երջանիկ անվտանգ ապագա։ Համոզ եք, հարցրեց նա։ Դա միայն իրավական իրավիճակի պատճառով չէ։ Որովհետև եթե այդպես է։ Կարենը ընդհատեց նրան, նրբորեն բռնելով նրա դեմքը ձեռքերի մեջ։ Անահիտ, ես սիրահարվել եմ ձեզ։ Երեքիդ։ Քո ուժին, Սոֆյայի խելքին, Դավիթի ժպիտին։ Այն ընտանիքին, որը մենք դարձանք միասին։ Ռուբենի սպառնալիքը պարզապես ինձ ստիպեց հասկանալ, որ չեմ ուզում կորցնել ձեզ։ Երբեք։ Սոֆյան, որը հետում էր ամեն ինչին լայն բացված աչքերով, չկարողացավ զսպել իրեն։ Դա նշանակում է, որ դուք իմ իսկական հայրը կլինեք։ Կարենը ժպտաց սեփական արցունքների միջով։ Եթե քո մայրը թույլ տա, եթե դու ուզենաս, ես մեծ սիրով կլինեմ քո իսկական հայրը։ Ես ուզում եմ, բացականչեց Սոֆյան, վազելով գրկելու Կարենին։ Միշտ ուզել եմ հայր ունենալ։ Եվ դուք լավագույն հայրն եք, որը ես կարող էի խնդրել։ Անահիտը գրկեց Դավիթին, դիտելով, թե ինչպես են Կարենն ու Սոֆյան գրկախառնվում, երկար ժամանակ անց առաջին անգամ զգաց, որ գուցե աշխարհն այնքան էլ վտանգավոր վայր չէ։ Գուցե, միայն գուցե, նրանք կարող են հաղթել այս ճակատամարտում կառուցել այն ընտանիքը, որին բոլորն արժանի են։ Ուրեմն պայքարենք, ասաց նա, նոր վճռականությամբ ձայնի մեջ։ Պայքարենք մեր ընտանիքի համար։ Կարենը վերցրեց հեռախոսը, հավաքեց փաստաբան Ռոբերտ Մանուկյանի համարը, լավագույն ընտանեկան իրավաբանը, որին ճանաչում էր։ Մինչ նա բացատրում էր իրավիճակը, Անահիտը Դավիթին դրեց օրորոցի մեջ վերադարձավ Սոֆյայի մոտ, որը դեռ փայլում էր վերջապես հայր ունենալու հեռանկարից։
Մամ, ասաց Սոֆյան, հիշում ես, երբ ես խանութում այդ խոստումը տվեցի։ Ասացի, որ կվճարեմ պարոն Կարենին, երբ մեծանամ։ Հիշում եմ, պատասխանեց Անահիտը։ Կարծում եմ, արդեն վճարում եմ։ Մենք նրան ընտանիք ենք տալիս։ Եվ նա մեզ է ընտանիք տալիս։ Բոլորս բոլորիս վճարում ենք։ Անահիտը ժպտաց, հիացած այդ աղջկա իմաստությամբ, որը չափազանց արագ էր մեծացել, բայց դեռ կարողանում էր աշխարհը տեսնել մանկության մաքուր պարզությամբ։ Սենյակից նրանք լսում էին, թե ինչպես է Կարենը խոսում փաստաբանի հետ, նրա ձայնը վստահ վճռական էր։ Նա բացատրում էր իրավիճակը, խորհուրդներ խնդրում, թե ինչպես վարվել, ինչպես պաշտպանել այն ընտանիքը, որը նա ընտրել էր, անցյալից վերացնված սպառնալիքի դեմ։ Երբ նա վերադարձավ հյուրասենյակ, նրա դեմքը լուրջ էր, բայց վստահ։ Փաստաբան Ռոբերտը մեզ կընդունի վաղը առավոտյան։ Նա ասաց, որ մենք լավ փաստարկներ ունենք, հատկապես Ռուբենի լքելու անտեսման պատմությամբ։ Բայց նա առաջարկեց, որ մենք որքան հնարավոր է շուտ պաշտոնականացնենք մեր միությունը։ Դա կամրապնդի մեր իրավական դիրքերը։ Անահիտը գուլ տվեց։ Ինչպես պաշտոնականացնենք։ Քաղաքացիական ամուսնություն։ Գրանցված համակեցություն։ Ինչ-որ իրավական փաստաթուղթ, որը կապացուցի, որ մենք կայացած ընտանիք ենք, ոչ թե պարզապես միասին ապրող մարդիկ։ Ամուսնություն բառը մի քանի վայրկյան կախված մնաց օդում։ Դա մեծ քայլ էր, նույնիսկ հաշվի առնելով այն ամենը, ինչ նրանք արդեն կառուցել էին միասին։ Շատ արագ է, հարցրեց Կարենը, նկատելով նրա տատանումը։ Անահիտը շուրջը նայեց։ Նայեց Սոֆյային, որը կռացել էր տետրերի վրա, սովորելով այն վճռականությամբ, որը ցանկանում է ավելի լավ ապագա։ Նայեց Դավիթին, որը հանգիստ քնած էր օրորոցում, այտերը առողջությունից վարդագույն։ Նայեց Կարենին, այն մարդուն, որը հայտնվել էր հրեշտակի պես մի ցուրտ գիշեր այդ ժամանակվանից ոչ մի օր նրանց կողքից չէր հեռացել։ Ոչ, ասաց նա վերջապես։ Շատ արագ չէ։ Ճիշտ ժամանակն է։ Ճիշտ բանն է անել։ Կարենը ժպտաց, դա խորը թեթացման ժպիտ էր, խառնված անկեղծ սիրով։ Ուրեմն վաղը փաստաբանից հետո գնում ենք Զագս։ Գնում ենք, համաձայնեց Անահիտը։ Ամուսնանում ենք։ Օրենքի աչքի առաջ օրինական ընտանիք ենք դառնում։ Եվ հաղթելու ենք այս ճակատամարտը Ռուբենի դեմ։ Սոֆյան վեր կացավ սեղանից վազեց գրկելու երկուսին։ Կարող եմ հարսնաքույր լինել։ Կարենը ծիծաղեց, դա առաջին անգամն էր, որ Անահիտը լսեց նրան իսկական, ազատ երջանիկ ծիծաղելիս։ Կարող ես, արքայադուստր։ Դու կլինես։ Ամենագեղեցիկ հարսնաքույրը, որը երբ է եղել է։ Մինչ երեքը գրկախառնվում էին Դավիթի հետ, որը հանգիստ քնած էր կողքի օրորոցում, նրանցից ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչ մարտահրավերներ են դեռ սպասվում։ Բայց առաջին անգամ իրենց ծանոթությունից ի վեր, բոլորը վստահ էին մի բանում։ Անկախ նրանից, թե ինչ կպատահի, նրանք միասին կդիմակայեն դրան։ Որպես իսկական ընտանիք։ Քաղաքացիական ամուսնությունը տեղի ունեցավ մի արոտ ուրբաթ օր, Երանի կենտրոնի Զագսում։ Անահիտը կրում էր բաց կապույտ զգեստ, որը Կարենը հատուկ գնել էր այդ առիթով, իսկ Սոֆյան փայլում էր իր հարսնաքրոջ դերում, ամբողջ արարողության ընթացքում Դավիթին գրկին պահելով։ Հյուրեր, շքեղ ծաղիկներ կամ խնջույք չկային, միայն 4-ը, Զագսի աշխատակիցը, 2 վկա, որոնք աշխատում էին Զագսում, հանդիսավոր խոստումը, որ նրանք կմնան միասին ուրախության, տխրության, առողջության, հիվանդության մեջ։ Կարեն Հենրիկի Մելիքյան, ասաց աշխատակիցը, ընդունում եք Անահիտ Սարգսյանին որպես ձեր կին, խոստանալով լինել նրա հավատարիմ ուղեկիցը բարգավաճման դժվարության, ուրախության, տխրության, առողջության, հիվանդության մեջ, սիրելով հարգելով նրան ձեր կյանքի բոլոր օրերին։ Ընդունում եմ, պատասխանեց Կարենը, նայելով Անահիտի աչքերին այնպիսի ինտենսիվությամբ, որը ստիպեց նրա սրտին արագանալ։ Անահիտ Սարգսյան Մելիքյան, ընդունում եք Կարեն Հենրիկի Մելիքյանին որպես ձեր ամուսին, խոստանալով լինել նրա հավատարիմ ուղեկիցը բարգավաճման դժվարության, ուրախության, տխրության, առողջության, հիվանդության մեջ, սիրելով հարգելով նրան ձեր կյանքի բոլոր օրերին։ Անահիտը խորը շունչ քաշեց, մտածելով այն ամենի մասին, ինչ տեղի էր ունեցել այն ցուրտ գիշերվանից շուրջօրյա խանութում։ Ընդունում եմ, ասաց նա, ձայնը հնչեց վստահ համոզված։ Երբ նրանք փոխանակեցին պարզ մատանիները, որոնք Կարենը գնել էր անկյունի ոսկերչական խանութից, Սոֆյան սկսեց լաց լինել հուզմունքից։ Հիմա մենք իսկական ընտանիք ենք, շշնջաց նա Դավիթին, որը խաղում էր նրա թմբլիկ մատիկների հետ։ Մեղրամիսը դեց ուղիղ 6 ժամ։
Զագսի մոտակա ռեստորանում տոնական ճաշից անմիջապես հետո Կարենի հեռախոսը զանգեց։ Փաստաբան Ռոբերտ Մանուկյանն էր, անհանգստացնող նորություններով։ Կարեն, Ռուբենն այսօր առավոտյան համատեղ խնամակալության հայց է ներկայացրել։ Նրա փաստաբանը Պավել Գրիգորյանն է, ճանաչում ես։ Կարենը ճանաչում էր։ Գրիգորյանը հայտնի էր դժվար գործեր վերցնելով բոլոր հնարավոր իրավական ռազմավարություններն օգտագործելով ոչ միշտ ամենաէթիկականները։ Ինչ է նա պնդում։ Կենսաբանական հայրություն, սահմանադրական իրավունքներ, ավելի հետաքրքիր։ Նա պնդում է, որ դու ստիպել ես Անահիտին ամուսնանալ քո իրավական դիրքերն ամրապնդելու համար։ Ասում է, որ ամուսնությունը կեղծիք է, իր հայրական իրավունքները վնասելու համար։ Կարենի արյունը սառեց։ Իսկ նրա հաղթելու հավանականությունը փոքր, բայց կա։ Դրա համար պետք է արագ գործենք։ Առաջինը, առաջարկում եմ, որ դուք մի քանի շաբաթով հեռանաք Երանից։ Ես Դիլիջանում տուն ունեմ, որը կարող եմ տրամադրել։ Երկրորդ, մենք կընդունենք վերահսկվող այցելություններ, որպես դատական բարի կամքի դրսևորում։ Անահիտը, որը լսում էր խոսակցությունը, գունատվեց։ Վերահսկվող այցելություններ նշանակում է, որ նա կտեսնի Դավիթին։ Նշանակում է, որ սոցիալական աշխատողը կհետի վերահսկվող հանդիպումներին, բացատրեց Կարենը ծածկելով հեռախոսը։ Դա ռազմավարություն է։ Դատավորին ցույց է տալիս, որ մենք չենք խոչընդոտում շփմանը, պարզապես ապահովում ենք Դավիթի անվտանգությունը։ Ես չեմ ուզում այդ մարդուն իմ որդու մոտ, ասաց Անահիտը, ձայնը դողալով զայրույթից ու վախից։ Կարեն, դու չես հասկանում։ Նա վտանգավոր է։ Նա։ Անահիտը չկարողացավ ավարտել նախադասությունը, բայց Կարենը նրա աչքերում տեսավ ցավոտ հիշողություններ, որոնք նա դեռ լիովին չէր պատմել նույնիսկ հոգեբանին։ Ինչ է նա արել, Անահիտ։ Ես պետք է իմանամ, որպեսզի կարողանանք պաշտպանվել։ Անահիտը Դավիթին գրկեց մի քանի քայլ հեռացավ, կարծես հեռավորության կարիք ուներ, կարողանալու խոսել։ Նա ինձ ծեծում էր։ Գրեթե ամեն օր։ Եվ երբ իմացավ, որ ես հղի եմ, ասաց, որ եթե տղա չլինի, նա կստիպի, որ ես կորցնեմ հղիությունը։ Սոֆյան, որը խաղում էր սեղանի անձեռոցիկներով, կանգ առավ նայեց մորը։ Նա գիտեր, որ Ռուբենը վատն է, բայց չգիտեր Անահիտի կրած բռնության բոլոր մանրամասները։ Կարենը սառը զայրույթ զգաց կրծքում։ Նա սպառնացել է քեզ երեխային։ Ավելին։ Երբ Դավիթը ծնվեց, նա ասաց, որ եթե ես փորձեմ տնից գնալ կամ բողոքել, նա կվերցնի Դավիթին, ես այլս երբեք չեմ տեսնի իմ որդուն։ Դրա համար էլ ես փախա կեսգիշերին։ Վերցրի երեխաներին ու վազեցի։ Հայտնվեցինք փողոցում, որովհետև գնալու տեղ չունեի, բայց նախընտրում էի փողոցը, քան նրա հետ մնալը։ Կարենը վերադարձավ հեռախոսին։ Ռոբերտ, գրիր այն ամենը, ինչ կասեմ։ Մենք ունենք ընտանեկան բռնության, անչափահասի դեմ սպառնալիքների առանկման սպառնալիքի պատմություն։ Սա փոխում է մեր ռազմավարությունը։ Ամեն ինչ փոխում է։ Եթե կարողանանք դա ապացուցել, վերահսկվող այցելություններն դառնում են մեր զենքը։ Նա ինքն իրեն կբացահայտի։ Նրա նման տղամարդիկ չեն կարողանում իրենց զսպել, երբ իրենց հետում են։ 3 օր անց ընտանիքը տեղավորվել էր Դիլիջանի մի հարմարավետ տանը։ Տունը գտնվում էր մի հանգիստ փողոցում, շրջապատված սոճիներով լեռների գեղեցիկ տեսարանով։ Սոֆյան ընդունվել էր տեղի դպրոց, որտեղ նորից արագորեն աչքի ընկավ իր ուսմամբ։ Դավիթը լավ հարմարվեց ավելի զով կլիմային, ավելի լավ քնելով արոտ օրերին տան այգում խաղալով։ Անահիտը, սակայն, գնալով ավելի անհանգիստ էր դառնում։ Նույնիսկ քաղաքից հեռու նա ապրում էր, ուսի վրայով նայելով, սարսափելով ցանկացած տարօրինակ աղմուկից։ Հոգեբանական սեանսներն այժմ տեսազանգով էին անցկացվում բժշկուհի Նարինեի հետ, բայց հեռավորությունը չէր օգնում նրա վերականգնմանը։ Նա ինձ կգտնի, ասում էր նա Կարենին այն գիշերներին, երբ չէր կարողանում քնել։ Ռուբենը միշտ խելացի է եղել այդպիսի բաների համար։ Իսկ եթե նա իմանա, թե որտեղ ենք մենք։ Չի իմանա, հանգստացնում էր նրան Կարենը, գրկելով իրեն։ Եվ նույնիսկ եթե իմանա, հիմա դու մենակ չես։ Դու մի ամբողջ ընտանիք ունես քեզ պաշտպանելու համար։ Այդ գիշերային խոսակցություններից մեկը Կարենին բացահայտեց Անահիտի կրած տրավմայի իրական չափը։ Գիտես ինչու ես համաձայնեցի այդքան արագ ամուսնանալ քեզ հետ, հարցրեց Նաուկոստոսյան Միլուսաբացին, դիտելով, թե ինչպես է մանր անձրը թակում պատուհանը։ Ինչո՞վ։
Որովհետև իմ կյանքում առաջին անգամ է, որ մի տղամարդ ինձ ստիպում է անվտանգ զգալ։ Սոֆիայի հոր հետ ես չափազանց երիտասարդ էի, վտանգի նշանները հասկանալու համար։ Ռուբենի հետ ես արդեն չափազանց կոտրված էի, կարողանալու փախչել ավելի շուտ։ Բայց քեզ հետ այլ է։ Կարենը շրջվեց, նայելու նրան մթության մեջ։ Ինչպես այլ։ Դու ինձ լսում ես։ Դու հարցնում ես, թե ես ինչ եմ ուզում, ինչ եմ զգում։ Դու խաղում ես երեխաների հետ, առանց համբերություն կորցնելու։ Դու երբեք ինձ վրա չես բղավել, երբեք ինձ հիմար կամ անընդունակ չես զգացել։ Անահիտը մի պահ դադարեց, ճիշտ բառեր փնտրելով։ Բժշկուհի Նարինեն ասում է, որ ես պաշտպանությունը շփոթում եմ տիրապետության հետ, որ սովորել եմ մտածել, որ այն տղամարդն է իսկապես սիրում, ով բղավում է վերահսկում։ Բայց դու ինձ սովորեցրիր, որ իսկական սերը լուռ է։ Դա խնամք է, առանց պահանջի։ Կարենը զգաց, որ կուրծքը սեղմվում է հուզմունքից։ Անահիտ, դու գիտես, որ ես քեզ սիրում եմ, այնպես չէ։ Ոչ թե որովհետև դու պաշտպանության կարիք ունես, այլ որովհետև դու հիանալի կին ես։ Ուժեղ, խելացի, հրաշալի մայր։ Ես գիտեմ։ Եվ դա է, որ ինձ մի փոքր վախեցնում է։ Ես սովորում եմ ինձ սիրել քո աչքերով։ Եվ վախենում եմ, որ եթե դու գնաս, ես նորից կկորչեմ։ Ես չեմ գնա, խոստացավ Կարենը։ Երբեք։ Մենք ընտանիք ենք, Անահիտ։ Ընդմիշտ։ Այս մտերիմ զրույցներն էլ ավելի էին ամրապնդում նրանց միջ կապը։ Կարենը նույնպես սկսեց բացվել իր սեփական վերքերի մասին։ Պատմեց Անահիտին Էլենի վերջին օրերի, այն մեղքի զգացման մասին, որ չէր կարողացել փրկել նրան, հաջորդած միայնության տարիների մասին։ Երբ ես ձեզ հանդիպեցի, ես պարզապես գոյություն ունեի, խոստովանեց նա մի օր, երբ նրանք քայլում էին Դիլիջանի պատմական կենտրոնով, Դավիթը քնած սայլակում, իսկ Սոֆյան վազվզում էր ծառերի մեջ։ Իմ կյանքը աշխատանք, տուն էր։ Ես մոռացել էի, թե ինչ է նշանակում նպատակ ունենալ։ Իսկ հիմա։ Հիմա ես ամեն օր արթնանում եմ, մտածելով, թե ինչպես կարող եմ ավելի լավ հայր լինել Սոֆիայի Դավիթի համար, ավելի լավ ամուսին քեզ համար։ Դուք ինձ կյանք վերադարձրիք, Անահիտ։ Հենց այդպիսի հանգիստ օրերից մեկի ժամանակ նրանք ստացան զանգ, որը կփոխեր ամեն ինչ։ Կարեն, ասաց փաստաբան Ռոբերտը, ձայնը լարված, մենք խնդիր ունենք։ Ռուբենը գտել է Երանի բնակարանի հասցեն ներխուժել է, ձեզ փնտրելու։ Ոչինչ չի կոտրել, ոչինչ չի գողացել, բայց հասկացրել է, որ գիտի, որ դուք այլս այնտեղ չեք։ Կարենը հեռացավ Անահիտից Սոֆիայից, որոնք փոքրիկ գրախանութում գրքեր էին ընտրում։ Ինչպես է գտել։ Կաշառքով, հավանաբար։ Շենքից ինչ-որ մեկը պետք է խոսած լինի։ Նոր դռնապանը ձեզ չէր ճանաչում, պետք է տեղեկություններ տված լինի։ Լավ նորությունն այն է, որ դա ամրապնդում է մեր գործը, բնակարան ներխուժումը, նույնիսկ առանց նյութական վնասի, ցույց է տալիս օրենքների նկատմամբ անհարգանք։ Վատ նորությունն այն է, որ նա ակտիվորեն փնտրում է ձեզ։ Կարենը նայեց իր ընտանիքին գրախանութի ցուցափեղկից։ Սոֆյան օգնում էր Անահիտին ընտրել հեքիաթների գիրք, Դավիթի համար կարդալու, բոլորը ծիծաղկոտ ու հանգիստ։ Այդ տեսարանի բնականոնությունը դաժանորեն հակադրվում էր նրանց գլխին կախված սպառնալիքին։ Ինչ ենք անում հիմա։ Մնացեք այնտեղ։ Դիլիջանից դուրս մի եկեք։ Եվ պատրաստվեք, հաջորդ շաբաթ մենք ունենք առաջին դատական նիստը։ Անահիտը պետք է ցուցմունք տա բռնության պատմության մասին։ Երբ Կարենը վերադարձավ գրախանութ, Անահիտն անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան այն չէ։ Ինչ է պատահել։ Պետք է խոսենք, երբ տուն հասնենք, ասաց նա, ստիպելով իրեն ժպտալ, որպեսզի չվախեցնի Սոֆիային։ Այդ գիշեր, երբ Սոֆյան քնեց Դավիթն օրորոցում էր, Կարենը պատմեց ներխուժման մասին։ Անահիտը մի քանի րոպե լուռ էր, պարզապես նայում էր դատարկությանը։ Ես գիտեի, ասաց նա վերջապես։ Գիտեի, որ նա չի հանձնվի։ Անահիտ։ Ոչ, Կարեն։ Դու չես հասկանում։ Ռուբենը Դավիթին չի ուզում, որովհետև սիրում է իր որդուն։ Նա Դավիթին ուզում է, որպեսզի ինձ նորից իր իշխանության տակ ունենա։ Նրա նման տղամարդիկ այդպես են գործում։ Դա վերահսկողություն է, ոչ թե հայրական սեր։ Կարենը բռնեց նրա ձեռքերը, որոնք սառն էին, չնայած միացված տաքացուցիչին։ Ուրեմն դա ցույց կտանք դատավորին։
Դատական նիստին դու ամեն ինչ կպատմես։ Մենք կապացուցենք, որ նա վտանգ է ձեզ համար։ Իսկ եթե դատավորը չհավատա ինձ, եթե նա մտածի, որ ես բաներ եմ հորինում քեզ օգուտ տալու համար, տեղի չի ունենա։ Մենք ապացույցներ ունենք, Անահիտ։ Բնակարանի ներխուժումը, քո վնասվածքների բժշկական պատմությունը, երբ դու նրա հետ էիր ապրում, ոստիկանությանը տված դիմումը, որը դու այն ժամանակ արել ես։ Անահիտը լայն բացեց աչքերը։ Ինչ ոստիկանության դիմում։ Ես երբեք։ Հիվանդանոցի սոցիալական աշխատողը, որտեղ Դավիթը ծնվել է, գրանցել է քո վնասվածքները որպես հնարավոր ընտանեկան բռնություն։ Դա ստանդարտ ընթացակարգ է։ Դու կարող ես չհիշել, որովհետև ծննդաբերության մեջ էիր, բայց պաշտոնական փաստաթղթեր կան։ Օրերի մեջ առաջին անգամ Անահիտը թեթացած ժպտաց։ Ուրեմն մենք հաղթելու հնարավորություն ունենք։ Ավելին, քան հնարավորություն։ Մենք ունենք միասնական ընտանիք, ամուր ապացույցներ մեր կողմից ճշմարտությունը։ Ռուբենը կարող է կենսաբանական իրավունքներ ունենալ, բայց մենք շատ ավելի ուժեղ բան ունենք՝ իրական սեր, իսկական պաշտպանություն։ Տեղի դպրոցում Սոֆյան աչքի էր ընկնում ոչ միայն դպրոցական առարկաներով, այլ նրանով, թե ինչպես էր շփվում իր դասընկերների հետ։ Ուսուցչուհին, Տիկին Մարիան, պատահաբար նույն անունով, ինչ Երանի ուսուցչուհին, Կարենի հետ խոսելիս նշել էր, թե ինչպես է Սոֆյան հասուն իր տարիքի համար, բայց նա բնական մեծահոգություն ունի փոքր երեխաների նկատմամբ։ Նա շատ զարգացած պաշտպանության զգացում ունի, ասաց ուսուցչուհին մի ժողովի ժամանակ։ Կարծես նա փոքրիկ մայր լինի բոլոր դասընկերների համար։ Դա կարող է լինել այն վաղաժամ պատասխանատվության արտացոլումը, որը նա ստիպված է եղել ստանձնել իր եղբոր համար։ Կարենը կիսվեց այս դիտարկմամբ Անահիտի հետ, որն անհանգստացավ։ Ես չեմ ուզում, որ Սոֆյան կորցնի իր մանկությունը մեր պատճառով։ Նա չի կորցնում, հանգստացրեց Կարենը։ Նա անվտանգություն է ձեռք բերում։ Իսկ անվտանգությունը թույլ է տալիս երեխային իսկական երեխա լինել։ Իրոք, հաջորդ շաբաթների ընթացքում Սոֆյան սկսեց ցուցաբերել ավելի թեթ խաղային կողմ։ Ընկերացավ դպրոցի մի աղջկա Անուշի հետ, սկսեց խնդրել նկարչության դասերի գնալ, նույնիսկ բողոքեց, երբ Կարենն ասաց, որ չի կարող գնել այն խաղալիքը, որը նա ուզում էր։ Դրանք առողջ նշաններ էին, որ նա իրեն բավականաչափ անվտանգ էր զգում, նորմալ երեխա լինելու համար։ Գիտեք ինչն է ինձ ամենաշատն ուրախացնում, ասաց Սոֆյան Կարենին մի օր, երբ նրանք միասին վերադառնում էին դպրոցից։ Այն, որ հիմա ես կարող եմ ապագայի համար պլաններ կազմել։ Առաջ ես կարողանում էի մտածել միայն այն մասին, թե ինչ եմ ուտելու հաջորդ օրը, կամ որտեղ ենք քնելու։ Հիմա ես կարող եմ երազել անասնաբույժ դառնալու, կամ գրող, կամ երկուսը միասին։ Եվ կդառնաս, ասաց Կարենը, զգալով հայրական հպարտության ալիք։ Կդառնաս այն ամենը, ինչ կցանկանաս, արքայադուստր։ Բայց որքան էլ նրանք փորձում էին պահպանել բնականոն կյանքը, դատական նիստը մոտենում էր, դրա հետ Անահիտի երան վերադառնալու անհրաժեշտությունը ցուցմունք տալու համար։ Նույն քաղաքում, նույն շենքում Ռուբենի հետ լինելու հեռանկարը նրան գնալով ավելի անհանգիստ էր դարձնում։ Իսկ եթե նա դատարանում ինչ-որ բան փորձի անել, հարցնում էր նա ամեն գիշեր։ Անվտանգություն կլինի։ Ես այնտեղ կլինեմ։ Փաստաբան Ռոբերտը այնտեղ կլինի։ Դու ոչ մի վայրկյան մենակ չես մնա, խոստանում էր Կարենը։ Դատական նիստի համար։ Վերադարձի նախօրեին Սոֆյան մի հարց տվեց, որը բոլորին անակնկալի բերեց։ Կարծում եք, եթե մենք դատարանում հաղթենք, այդ վատ մարդը կդադարի մեզ անհանգստացնելուց։ Կարենն ու Անահիտը հայացքներ փոխանակեցին։ Դա երեխայի հարց էր, բայց դիպչում էր նրանց ամենամեծ վախերի հիմքին։ Մենք հուսով ենք, Սոֆյա, պատասխանեց Անահիտն անկեղծորեն։ Բայց անկախ նրանից, թե ինչ կպատահի, մենք միասին կմնանք, միշտ կպաշտպանենք իրար։ Ուղղակի ես վախենում եմ, որ նա ձեզ կվնասի, խոստովանեց Սոֆյան։ Ես չեմ ուզում նորից կորցնել իմ ընտանիքը։ Կարենը ծնկի իջավ նրա առջ։ Սոֆյա, նայիր ինձ։ Դու այլս երբեք չես կորցնի քո ընտանիքը։ Անկախ նրանից, թե ինչ կպատահի դատական նիստին, անկախ նրանից, թե ինչ կանի Ռուբենը, դու միշտ կունենաս մայր, որը քեզ սիրում է, հայր, որը կյանքը կտա քեզ պաշտպանելու համար։ Խոստանում եք։ Խոստանում եմ։ Եվ հիշում ես քո խոստումը այն գիշեր խանութում։ Դու կատարեցիր։ Դու արդեն վճարել ես քո պարտքն ինձ, նույնիսկ մանր է մնացել։ Հիմա իմ հերթն է կատարել իմ խոստումները ձեզ։
Այդ վերջին գիշերը Դիլիջանում նախքան վերադառնալը դիմակայելու այն, ինչը կլիներ իրենց կյանքի ամենակրիտիկական պահը որպես ընտանիք, 4-ը միասին քնեցին հյուրասենյակում, ծածկոցների բարձերի բույնի մեջ։ Դավիթը Կարենի Անահիտի միջ, Սոֆյան մոր գրկում, բոլորը կարիք ունեին զգալու ֆիզիկական մտերմությունը, որը նրանց անվտանգություն էր տալիս։ Դրսում Դիլիջանի լեռները լուրջ ձգվում էին աստղալից երկնքի տակ, անտարբեր մարդկային դրամայի նկատմամբ, որը ծավալվում էր։ Բայց այդ հարմարավետ տան ներսում մի ընտանիք պատրաստվում էր իր կյանքի ամենակարևոր պայքարին, իրավունքին մնալ միասին անվտանգ, հեռու անցյալի ստվերներից, որոնք համառորեն հետապնդում էին իրենց։ Կենտրոնի շրջանային դատարանի ընտանեկան գործերի բաժինը հատկապես մարդաշատ էր սեպտեմբերյան այդ երեքշաբթի օրը։ Անահիտը բռնել էր Կարենիթից, մինչ նրանք քայլում էին մարդկանցով, փաստաբաններով դատավարության մեջ գտնվող ընտանիքներով լի միջանցքներով։ Նա հագել էր մուգ կապույտ կոստյում, որը Կարենը հատուկ գնել էր այդ առիթով, զուսպ, բայց էլեգանտ, ստեղծելով պատասխանատու հավասարակշռված մոր կերպար, որը նա դարձել էր։ Սոֆյան մնացել էր Դիլիջանում մի հարանի մոտ, սոցիալական աշխատողի հսկողության ներքո, որին կազմակերպել էր փաստաբան Ռոբերտը։ Դավիթը մասնագիտացված դայակի գրկում էր, որը նրանց կուղեկցեր ամբողջ դատական նիստի ընթացքում, եթե անհրաժեշտ լիներ երեխային ներկայացնել դատավորին։ Պարոն Կարեն Մելիքյան, տղամարդու ձայնը ստիպեց նրանց կանգ առնել միջանցքում։ Դա Ռուբենն էր։ Անահիտը զգաց, որ ոտքերը թուլանում են, նրան տեսնելով 1 տարուց ավելի անց։ Նա հագել էր էժան, բայց մաքուր կոստյում, կտրել էր մազերն ու սափրվել առիթի համար։ Նրան չճանաչողի աչքին նա կարող էր թվալ անհանգիստ հայր, որը պայքարում է իր որդու իրավունքների համար։ Բայց Անահիտը տեսնում էր ճակատից այն կողմ, տեսնում էր փոքր ու դաժան աչքերը, ամբարտավան կեցվածքը, կեղծ ժպիտը, որը քողարկում էր այն բռնությունը, որը նա այդքան լավ գիտեր։ Ռուբեն, ասաց Կարենը սառը, բնազդաբար կանգնելով նրա Անահիտի միջ։ Դոկտոր, հեգնական խոնարհում արեց Ռուբենը։ Ոնց ես, Անահիտ։ Լավ են քեզ նայում քո հարուստ ամուսնու տանը։ Անահիտը զգաց, որ հին սարսափի զգացումը բարձրանում է ողնաշարով, բայց այս անգամ ինչ-որ բան այլ էր։ Նա մենակ չէր։ Կարենը նրա կողքին էր, փաստաբան Ռոբերտը մոտենում էր միջանցքով, վստահությունը, որ մի ամբողջ ընտանիք ունի իրեն պաշտպանելու համար։ Ես քեզ հետ չեմ խոսելու, ասաց նա, ձայնը դողալով, բայց վստահ։ Միայն դատավորի ներկայությամբ։ Ռուբենը տհաճ ծիծաղեց։ Հա։ Գոռոզացել ես հիմա, հա։ Դոկտոր ես գտել ու հիմա կարծում ես, որ բոլորից լավն ես։ Բավական է, ասաց Կարենը, մի քայլ առաջ գալով։ Ցանկացած հաղորդակցություն կլինի փաստաբանների միջոցով։ Հանգստացիր, դոկտոր։ Քո կնոջը ձեռք չեմ տա։ Ուղղակի ուզում եմ տեսնել իմ որդուն։ Իրավունք ունեմ, չէ՞։ Այդ պահին փաստաբան Ռոբերտը հասավ անմիջապես գնահատեց իրավիճակը։ Ռուբեն, դու գիտես, որ չես կարող ուղղակիորեն մոտենալ ընտանիքին։ Դա կարող է համարվել ահաբեկում։ Ահաբեկում, ծիծաղեց Ռուբենը։ Ուղղակի ողջունեցի իմ նախկինին, իմ որդու խորթ հորը։ Այն ձև, որով նա ասաց խորթ հայր, թույնով էր լցված, կարծես Կարենը ներխուժող լիներ Դավիթի կյանքում։ Բայց Անահիտը, ի զարմանս բոլորի, այդ թվում իրեն, մի քայլ առաջ արեց։ Կարենը Դավիթի խորթ հայրը չէ, ասաց նա, ուղիղ նայելով Ռուբենի աչքերին։ Կարենը Դավիթի հայրն է։ Միակ հայրը, որին նա ճանաչում է։ Ռուբենի դեմքը խեղաթյուրվեց զայրույթից։ Ես կենսաբանական հայրն եմ։ Ես եմ այդ տղային ստեղծել։ Երեխա ստեղծել ցանկացած մեկը կարող է, պատասխանեց Անահիտը մի քաջությամբ, որը չգիտեր, թե ունի։ Հայր լինելը ներկա լինելն է, հոգ տանելն է, սիրելն է։ Դա դու երբեք չես արել։ Կարենը հպարտություն զգաց այն խիզախ կնոջ համար, որը դարձել էր Անահիտը։ Փաստաբան Ռոբերտը օգտվեց պահից, միջամտելու։ Լավ, ուրեմն կհանդիպենք դատական դահլիճում։ Գնացինք, ժողովուրդ։ Դատավոր Լոն Հակոբյանը, 3 հրթընտանեկան դատարանի դատավորը, հայտնի էր իր հանգստությամբ հիմնավորված որոշումներով։ 58 տարեկանում նա հարյուրավոր ընտանեկան վեճերի ականատես էր եղել, զարգացրել էր սուր բնազդ, տարբերելու իրականում իրենց երեխաներով մտահոգված ծնողներին նրանցից, ովքեր երեխաներին օգտագործում էին որպես իշխանության գործիք։ Բարի օր, ասաց նա, երբ բոլորը տեղավորվեցին դահլիճում։
Մենք այստեղ ենք գնահատելու անչափահաս Դավիթ Սարգսյանի համատեղ խնամակալության հայցը, որը ներկայացրել է պարոն Ռուբեն Սիլվան տիկին Անահիտ Սարգսյան Մելիքյանի նրա ամուսնու, Կարեն Հենրիկի Մելիքյանի դեմ։ Պավել Գրիգորյանը, Ռուբենի փաստաբանը, առաջինը խոսեց. Հարգելի դատարան, իմ պաշտպանյալը երեխայի կենսաբանական հայրն է, բացակայել է իր կամքից անկախ հանգամանքներով։ Այժմ, աշխատանք ունենալով սթափ, նա ցանկանում է վերսկսել իր հայրական պատասխանատվությունը առողջ հարաբերություններ զարգացնել իր որդու հետ։ Ինչ հանգամանքներ էին դրանք, որոնք ձեր պաշտպանյալի կամքից անկախ էին, հարցրեց դատավորը։ Ալկոհոլիզմի խնդիրներ, հարգելի դատարան, բայց որոնք արդեն հաղթահարվել են։ Իմ պաշտպանյալը 8 ամիս է, ինչ չի խմում, աշխատում է որպես մեխանիկ Աբովյանի մի արհեստանոցում։ Փաստաբան Ռոբերտը ոտքի կանգնեց։ Հարգելի դատարան, կցանկանայի ներկայացնել ապացույցներ, որ պարոն Ռուբենի բացակայությունը պայմանավորված չի եղել ալկոհոլիզմով, այլ տիկին Անահիտի նկատմամբ համակարգված ընտանեկան բռնության անչափահաս երեխաների դեմ սպառնալիքների օրինաչափությամբ։ Դատավորը թերթեց նախապես ստացած փաստաթղթերը։ Փաստաբան Ռոբերտ, ես այստեղ տեսնում եմ բժշկական զեկույցներ, հիվանդանոցից ոստիկանության դիմում, որտեղ երեխան ծնվել է, այլ փաստաթղթեր։ Տիկին Անահիտը կցանկանա խոսել այս մասին։ Անահիտը ոտքի կանգնեց դողացող ոտքերով, բայց իր երեխաներին պաշտպանող մոր վճռականությամբ։ Այո, հարգելի դատարան։ Կարող եք նստած մնալ, ասաց դատավորը քնքշորեն։ Պատմեք ինձ պարոն Ռուբենի հետ ձեր հարաբերությունների մասին։ Անահիտը խորը շունչ քաշեց, սկսեց խոսել։ Նրա ձայնը սկզբում ցածր էր, բայց ուժեղացավ, երբ պատմում էր բռնության տարիների, սպառնալիքների, այն սարսափի մասին, որը զգում էր, հատկապես Դավիթի հղիության ընթացքում։ Նա ասում էր, որ եթե ես փորձեմ թողնել իրեն, նա Դավիթին կվերցնի ինձնից, ես այլս երբեք չեմ տեսնի իմ որդուն։ Դրա համար էլ ես փախա կեսգիշերին երեխաների հետ։ Նախընտրեցի փողոցը, քան շարունակել բռնություն կրել։ Իսկ ինչպես պարոն Կարենը մտավ ձեր կյանք, հարցրեց դատավորը։ Անահիտը դատական նիստի ընթացքում առաջին անգամ ժպտաց։ Սոֆյան, իմ ավագ դուստրը, մտավ մի խանութ Դավիթի համար կաթ խնդրելու, որը սոված էր։ Նա խոստացավ վճարել, երբ մեծանա։ Կարենը լսեց խոստումը, որոշեց օգնել։ Դա ողորմություն չէր։ Դա կարծես մենք հանդիպել էինք այն պահին, երբ բոլորս ընտանիքի կարիք ունեինք։ Պարոն Կարեն, ասաց դատավորը, ինչպես եք դուք տեսնում ձեր հարաբերությունները Դավիթի հետ։ Կարենը ոտքի կանգնեց։ Հարգելի դատարան, Դավիթն այժմ 10 ամսական է։ Ես նրա կյանքում ներկա եմ 9 ամիս։ Ես եմ նրան լողացնում, ես եմ արթնանում կեսգիշերին, երբ նա լաց է լինում, ես եմ նրան տանում մանկաբույժի, ես եմ սովորեցնում առաջին բառերը։ Դավիթի համար ես հայրն եմ։ Միակ հայրը, որին նա ճանաչում է։ Իսկ ձեր մտադրությունը որդեգրման վերաբերյալ։ Մենք արդեն սկսել ենք որդեգրման գործընթացը, հարգելի դատարան։ Ես ուզում եմ օրինականորեն լինել Դավիթի հայրը, ինչպես արդեն իսկ եմ գործնականում սրտով։ Ռուբենի փաստաբանը փորձեց միջամտել։ Հարգելի դատարան, դա անտեղի է։ Կենսաբանական իրավունքները չեն կարող պարզապես։ Փաստաբան Գրիգորյան, ընդհատեց դատավորը, ես հիմա կլսեմ ձեր պաշտպանյալին։ Պարոն Ռուբեն, ինչ ունեք ասելու ընտանեկան բռնության մեղադրանքների մասին։ Ռուբենը ոտքի կանգնեց ամբարտավանությամբ։ Սուտ է, հարգելի դատարան։ Անահիտը միշտ դրամատիկ է եղել։ Մենք կռվում էինք, այո, ինչպես բոլոր զույգերը, բայց ես երբեք նրան չեմ ծեծել։ Այդ թղթերը երի այն ժամանակվանից են, երբ նա ընկել կամ ինքն իրեն վնասել է։ Փաստաբան Ռոբերտը ոտքի կանգնեց։ Հարգելի դատարան, կխնդրեի տեսնել բժշկական զեկույցի 15-րդ էջը։ Նկարագրված վնասվածքները անհամատեղելի են պատահական ընկնելու հետ։ Դատավորն ուշադիր ուսումնասիրեց փաստաթղթերը։ Պարոն Ռուբեն, ես այստեղ տեսնում եմ, որ առնվազն 3 տարբեր դեպքերում գրանցվել են ագրեսիայի հետ համատեղելի վնասվածքներ։ Ինչպես եք դա բացատրում։ Անահիտը միշտ անշնորհք է եղել, հարգելի դատարան։ Նա է այդ բաները հորինել, ինձ վնասելու համար։ Հենց այդ պահին Ռուբենը թույլ տվեց իր առաջին սխալը։ Նրա ձայնը դարձել էր ավելի բարձր, ավելի ագրեսիվ, նա ահաբեկող ձով էր ժեստեր անում, նույնիսկ դատավորի ներկայությամբ։ Պարոն Ռուբեն, ասաց դատավորը վստահորեն, խնդրում եմ պահպանել ցածր ձայն հարգանք բոլոր ներկաների նկատմամբ։
Ներողություն, հարգելի դատարան, ուղղակի զայրացնում է տեսնել, թե ինչպես է իմ որդուն մեծացնում մեկ այլ տղամարդ։ Դավիթն իմ արյունն է։ Երկրորդ սխալը։ Իմ արյունը, իմ սեփականությունը, հասկացությունը հենց այն էր, ինչ դատավորը նկատել էր բռնարար հայրերի տասնյակ գործերում։ Փաստաբան Ռոբերտը օգտվեց բացթողումից։ Հարգելի դատարան, սա հիանալի կերպով ցույց է տալիս այն, ինչ մենք ուզում ենք ցուցադրել։ Պարոն Ռուբենը Դավիթին տեսնում է որպես սեփականություն, ոչ թե որպես երեխա, որը սիրո կայունության կարիք ունի։ Դատավորը մի քանի նշում արեց, հետո նայեց բոլոր ներկաներին։ Մենք կանցնենք վերահսկվող այցելությունների, ինչպես պահանջել է պաշտպանական կողմը։ Դա հնարավորություն կլինի գնահատելու պարոն Ռուբենի երեխայի միջ դինամիկան։ Անահիտը զգաց, որ սիրտը բաբախում է, բայց փաստաբան Ռոբերտը բոլորին պատրաստել էր այս հնարավորությանը։ Վերահսկվող այցելությունները պետք է տեղի ունենային մասնագիտացված կենտրոնում, վերապատրաստված սոցիալական աշխատողների հետ, որոնք դիտարկում էին ծնողների երեխաների փոխազդեցությունները։ Առաջին այցելությունը նշանակվեց հաջորդ շաբաթվա համար։ Առաջին այցելության օրը Կարենն ու Անահիտը ժամանեցին կենտրոն Դավիթի հետ։ Երեխան, այժմ 10 ամսական, արթուն էր ժպտերես, լիովին հարմարավետ Կարենի հետ, որին նա ակնհայտորեն ճանաչում էր որպես հայր։ Ռուբենը ժամանեց մի քանի րոպե անց, տեսանելիորեն նյարդային։ Սոցիալական աշխատող Մարինա Ավետիսյանը բացատրեց կանոնները։ Այցելությունը գտի 1 ժամ, կձայնագրվի, ցանկացած անպատշաճ վարկ կընդհատի հանդիպումը։ Այն, ինչ տեղի ունեցավ հետո, հենց այն էր, ինչ կանխատեսել էր փաստաբան Ռոբերտը։ Ռուբենը, փորձելով տպավորել սոցիալական աշխատողին, անշնորհ կերպով վերցրեց Դավիթին։ Երեխան, որը նրան չէր ճանաչում, անմիջապես սկսեց լաց լինել ձգվել դեպի Կարենը։ «Հանգստացիր, տղա», ասաց Ռուբենն արդեն զայրացած։ «Ես քո հայրն եմ, մի նվնվա»։ Դավիթն ավելի ուժեղ լաց եղավ, ակնհայտորեն անհարմար զգալով։ Երբ Ռուբենը փորձեց երեխային լռեցնել, կտրուկ օրորելով, սոցիալական աշխատողը միջամտեց։ «Պարոն Ռուբեն, խնդրում եմ ավելի նուրբ լինել։ Երեխաները զգայուն են մեծահասակների հուզական վիճակի նկատմամբ»։ Նա չի դադարում լաց լինել, բողոքեց Ռուբենը, հիասթափությունը ակնհայտ ձայնի մեջ։ Անահիտը փչացրել է նրան, չափից շատ է երես տվել։ Երրորդ սխալը։ Մորը մեղադրել երեխայի բնական վարքի համար, որը չի ճանաչում իր կենսաբանական հորը։ Այցելությունը տեց ընդամենը 20 րոպե։ Դավիթը լաց էր լինում ամբողջ ընթացքում, Ռուբենը գնալով ավելի էր զայրանում, վերջապես հանձնվեց։ Այս տղան անտանելի է։ Անահիտը երի ինչ-որ բան է տվել նրան, որ այսպես լինի։ Այն մեղադրանքը, թե Անահիտը թմրանյութ է տվել իր սեփական որդուն, վերջնական սխալն էր։ Սոցիալական աշխատողն անմիջապես դադարեցրեց այցելությունը, մանրամասն զեկույց գրեց Ռուբենի, երեխայի հետ պատշաճ կերպով վարվելու անկարողության մասին։ Երկրորդ այցելությունը, 2 շաբաթ անց, էլ ավելի վատն էր։ Ռուբենը ժամանեց ակնհայտորեն գրգռված, ոչ հարբած, բայց ագրեսիվ։ Երբ Դավիթս մեկ անգամ լաց եղավ, Կարենից բաժանվելիս, Ռուբենը կորցրեց համբերությունը։ Ինչ անհեթեթություն է սա։ Տղան ինձ չի ճանաչում, որովհետև դուք նրա գլուխը լցրել եք իմ դեմ։ Պարոն Ռուբեն, ասաց սոցիալական աշխատողը, Դավիթը 10 ամսական է։ Նրա վրա ոչ ոք չի ազդել։ Նա պարզապես ձեզ չի ճանաչում որպես հայրական կերպար։ Նա ինձ կճանաչի։ Նա իմ որդին է։ Այն ձը, որով նա գոռաց իմ, վախեցրեց ոչ միայն Դավիթին, այլ բոլոր ներկաներին։ Այցելությունը դադարեցվեց 15 րոպեից, սոցիալական աշխատողը խորհուրդ տվեց այլս հանդիպումներ չանցկացնել, մինչ Ռուբենը հոգեբանական գնահատում անցնի։ 3 շաբաթ անց, վերադառնալով դատարան, փաստաբան Ռոբերտը ներկայացրեց վերահսկվող այցելությունների զեկույցները։ Դատավորը դրանք ուշադիր կարդաց, սոցիալական աշխատողին կոնկրետ հարցեր տալով։ Տիկին Մարինա, ձեր մասնագիտական կարծիքով, պարոն Ռուբենը ցուցաբերում է երեխային խնամելու կարողություն։ Ոչ, հարգելի դատարան։ Պարոն Ռուբենը ցուցաբերում է իմպուլսների վերահսկման խանգարման, հնարավոր հակասոցիալական անձնային խանգարման հայրության մասին։ Խեղաթյուրված պատկերացման հստակ նշաններ։ Նա երեխային տեսնում է որպես սեփականություն, ոչ թե որպես հուզական կարիքներ ունեցող մարդկային էակ։ Իսկ ինչ վերաբերում է Դավիթի պարոն Կարենի միջ գոյություն ունեցող կապին։ Դա անվիճելի է, հարգելի դատարան։ Դավիթը պարոն Կարենին ճանաչում է որպես առաջնային հայրական կերպար։
Երեխան հանգստանում է նրա ներկայությամբ, արձագանքում է նրա ձայնի հրամաններին, ցուցաբերում է առողջ կապվածության հստակ նշաններ։ Դատավորն իր վերջնական նշումներն արեց։ Պարոն Ռուբեն, դուք որևէ բան ունեք ավելացնելու։ Ռուբենը ոտքի կանգնեց, նրա փաստաբանը փորձեց պահել նրան, հասկանալով, որ իր պաշտպանյալը պատրաստվում է մեկ սխալ թույլ տալ։ Սա խեղճատակություն է, պայթեց Ռուբենը։ Այս տղան իմ ընտանիքը փողով է գնել։ Անահիտը շահամոլ է, որն իրեն վաճառեց առաջին հարուստ հիմարին, որը հայտնվեց։ Դահլիճում լռությունը խլացուցիչ էր։ Դատավորը նայեց Ռուբենին մի արտահայտությամբ, որը հասկացրեց, որ նա հենց նոր կնքել է իր իսկ ճակատագիրը։ Պարոն Ռուբեն, կարող եք նստել։ Ես կհրապարակեմ իմ որոշումը։ Դատավորը կարգի բերեց իր թղթերը, նայեց բոլոր ներկաներին, սկսեց խոսել այն հանդիսավորությամբ, որը բնորոշ է կյանքեր ընդմիշտ փոխող դատական որոշումներին։ Վերլուծելով ներկայացված բոլոր ապացույցները, լսելով կողմերի ցուցմունքները, ուսումնասիրելով վերահսկվող այցելությունների զեկույցները, հաշվի առնելով երեխայի լավագույն շահը, որոշում եմ հետյալը։ Անահիտը բռնել էր Կարենի ձեռքն այնքան ուժեղ, որ արյան շրջանառությունը կանգնում էր։ Առաջին, մերժվում է պարոն Ռուբեն Սիլվայի կողմից ներկայացված համատեղ խնամակալության հայցը։ Ապացույցները ցույց են տալիս անպատշաճ, անչափահասի համար պոտենցիալ վտանգավոր վարքի օրինաչափություն։ Երկրորդ, թույլատրվում է անչափահաս Դավիթ Սարգսյանի որդեգրումը պարոն Կարեն Հենրիկի Մելիքյանի կողմից, հաշվի առնելով հաստատված զգացմունքային կապը, ցուցաբերված ընտանեկան կայունությունը, երեխայի հստակ նույնականացումը դիմողի հետ որպես հայրական կերպար։ Երրորդ, սահմանվում է, որ պարոն Ռուբեն Սիլվան կարող է շփվել անչափահասի հետ միայն 2 տարի նվազագույն ժամկետով հոգեբանական բուժում անցնելուց հետո, արդարադատության դատարանի կողմից հավատարմագրված մասնագետի դրական գնահատականի դեպքում։ Անահիտը սկսեց լաց լինել, բայց դրանք խորը թեթացման արդյունքներ էին։ Կարենը գրկեց նրան, ամիսների մեջ առաջին անգամ երկուսն էլ իրենց թույլ տվեցին զգալ, որ վերջապես անվտանգ են։ Սարգսյան-Մելիքյան ընտանիքին թույլատրվում է վերադառնալ իրենց սովորական բնակության վայր, իսկ պարոն Ռուբեն Սիլվային արգելվում է մոտենալ դիմողներին 500 մետր շարավղով։ Ռուբենը զայրացած ոտքի կանգնեց։ Սա այսպես չի մնա։ Ես կբողոքարկեմ։ Ես։ Պարոն Ռուբեն, ասաց դատավորը վստահորեն, ընտանիքի հետ ցանկացած չարտոնված շփման փորձ կհամարվի դատական հրամանի անհարգալից վերաբերմունք։ Դուք զգուշացված եք։ Երբ նրանք դուրս եկան դատարանից, Անահիտին, Կարենին, Դավիթին, որը հանգիստ քնել էր վերջնական դատական նիստի ընթացքում դայակի գրկում, դիմավորեց Սոֆյան, որը Դիլիջանից վերադարձել էր հատուկ արդյունքն իմանալու համար։ Դե ինչպես է։ Հաղթեցինք, հարցրեց նա անհամբեր։ Հաղթեցինք, արքայադուստր, ասաց Կարենը, գրկելով նրան։ Ամեն ինչ հաղթեցինք։ Հիմա մենք պաշտոնապես ընտանիք ենք։ Դավիթն իմ որդին է օրենքով, դու իմ դուստրն ես օրենքով, ոչ ոք այլս երբեք չի կարող մեզ բաժանել։ Սոֆյան սկսեց լաց լինել ուրախությունից։ Դա նշանակում է, որ ես կարող եմ ձեզ հայրիկ կանչել։ Դա նշանակում է, որ դու պարտավոր ես ինձ հայրիկ կանչել, ծիծաղեց Կարենը սեփական արցունքների միջով։ 6 ամիս անց ընտանիքը հաստատվել էր երջանիկ հանգիստ առօրյայի մեջ։ Նրանք վերադարձել էին Երան, Մալաթիա Սեբաստիայի բնակարան, որն այժմ իսկապես զարդարված էր որպես տուն։ Սոֆյան 11 տարեկանում 6-րդ դասարանում էր, շարունակում էր աչքի ընկնել ուսման մեջ։ Նա որոշել էր, որ ուզում է փաստաբան դառնալ, ինչպես հայրը, օգնելու մեր նման այլ ընտանիքների։ Դավիթը 1.5 տարեկանում արել էր իր առաջին քայլերը, ասել իր առաջին բառերը, հայրիկ, մայրիկ, ակնհայտորեն նկատի ունենալով Կարենին, Անահիտին։ Նա ոչ մի հիշողություն չէր պահպանել իր կյանքի առաջին դժվար ամիսներից։ Անահիտը լիովին վերականգնվել էր այն տրավմայից, որը երկար ժամանակ կրել էր։ Նա շարունակում էր թերապիայի սեանսները, բայց այժմ որպես հոգեկան առողջության պահպանում, ոչ թե որպես շտապ բուժում։ Նա վերադարձել էր աշխատանքի, որպես վարսահարդար տան մոտ գտնվող մի սրահում, վերականգնելով իր ֆինանսական անկախությունը, մասնագիտական ինքնագնահատականը։ Կարենը բացահայտել էր, որ հայր ամուսին լինելը իմաստ էր տվել իր կյանքին, որը ողջ մասնագիտական հաջողությունը երբեք չէր տվել։ Նա դեռ աշխատում էր իր գրասենյակում, բայց այժմ միշտ ճշտապահորեն ժամը 6-ին դուրս էր գալիս, ներկա լինելու ընտանեկան ընթրիքին։ Մի շաբաթ օր, երբ նրանք տան մոտ գտնվող այգում էին, Դավիթն ավազի մեջ խաղում էր, Անահիտը նստարանին գիրք էր կարդում, Կարենը ճոճում էր Սոֆյային ճոճանակի վրա, մի ծանոթ իրավիճակ տեղի ունեցավ։
Մի կին մոտեցավ նրանց, գրկին մոտ 3 տարեկան երեխա, որն անդադար լաց էր լինում։ Ներողություն, ասաց նա, ակնհայտորեն շփոթված, դուք որևէ բան չէիք ունենա նրան ուտելու տալու։ Ես փորձում եմ հասնել կացարան, բայց նա այնքան սոված է։ Սոֆյան կանգնեցրեց ճոճանակը, նայեց Կարենին։ Հայրիկ, կարող ենք օգնել։ Կարենը ժպտաց։ Հայրիկ բառը դեռ հուզում էր նրան ամեն անգամ, երբ լսում էր։ Իհարկե կարող ենք, արքայադուստր։ Նրանք գնացին մոտակա սրճարան, ուտելիք գնեցին կնոջ երեխայի համար։ Մինչ տղան ախորժակով ուտում էր, կինը պատմեց իր պատմությունը, ամուսին, որը կորցրել էր աշխատանքը, վտարումներ, դժբախտությունների մի շարք, որոնք ընտանիքին հասցրել էին փողոց։ Շնորհակալ եմ, ասաց նա, երբ նրանք վերջացրին ուտելը։ Ես միտք կգտնեմ ձեզ հետ վճարելու։ Սոֆյան ոտքի կանգնեց, նայեց կնոջը այն լրջությամբ, որը կարող էր ունենալ միայն դժվարություններ տեսած երեխան։ Տիկին, պետք չէ վճարել։ Բայց եթե մի օր դուք լավ լինեք, հանդիպեք մեկին, ով օգնության կարիք ունի, ինչպես դուք այսօր, այն ժամանակ դուք կօգնեք այդ մարդուն։ Այդպես բոլորը բոլորին օգնում են։ Կինը զարմացավ այդ աղջկա իմաստությունից։ Դա աշխարհը տեսնելու գեղեցիկ ձե։ Հայրիկից եմ սովորել, ասաց Սոֆյան, պաշտամունքով նայելով Կարենին։ Նա ինձ սովորեցրեց, որ բարությունը պարտք չէ, այլ ներդրում։ Մենք բարություն ենք ցանում ընտանիք հնձում։ Ավելի ուշ, տուն վերադառնալու ճանապարհին, Կարենը հարցրեց Սոֆյային, որտեղից է սովորել այդ ամբողջ փիլիսոփայությունը։ Իրականում 2 դասով եմ սովորել, պատասխանեց նա լուրջ։ Առաջինը այն գիշեր խանութում էր, երբ ես իմ խոստումը տվեցի։ Երկրորդը, տեսնելով, թե ինչպես մեր ընտանիքը մեծացավ այդ խոստումից։ Մենք մտածում էինք, որ ես պարտք եմ վճարելու, բայց իրականում բոլորս շատ ավելին ստացանք, քան տվեցինք։ Անահիտը, որը քայլում էր կողքից, Դավիթի սայլակը հրելով, ժպտաց։ Իսկ դու կարծում ես, որ արդեն վճարել ես քո խոստումը։ Սոֆյան մի պահ մտածեց։ Կարծում եմ, հիմա ես հասկացա, որ խոստումը կաթի դիմաց վճարելու մասին չէր։ Դա հավատալու մասին էր, որ լավ բաներ կարող են պատահել, նույնիսկ երբ ամեն ինչ կորած է թվում։ Եվ ամեն անգամ, երբ մեր ընտանիքն օգնում է ինչ-որ մեկին, ամեն անգամ, երբ մենք երջանիկ ենք, ամեն անգամ, երբ աշխարհին ցույց ենք տալիս, որ մեր նման ընտանիքները կարող են հաջողության հասնել, ես վճարում եմ իմ խոստումը։ Կարենը դադարեց քայլել, նայեց իր ընտանիքին, իր իմաստուն խիզախ դստերը, իր ուժեղ քնքուշ կնոջը, իր որդուն, որը թուք էր արտադրում ժպտում սայլակում, զգաց այնքան խորը երախտագիտություն, որը գրեթե չէր տեղավորվում կրծքում։ Գիտես մի բան, Սոֆյա։ Կարծում եմ, մենք բոլորս ամեն օր վճարում ենք մեր խոստումները։ Ինչպես, հայրիկ։ Դու խոստացար վճարել բարության համար։ Ես խոստացա պաշտպանել ձեզ։ Մայրդ խոստացավ լինել լավագույն մայրը, որ կարող է։ Դավիթը խոստացավ լինել երջանիկ առողջ տղա։ Եվ ամեն օր մենք կատարում ենք այդ խոստումները, պարզապես միասին լինելով։ Այդ գիշեր, երբ երեխաները քնեցին, Կարենն ու Անահիտը կանգնած էին բնակարանի պատշգամբում, նայելով քաղաքին, որը մի ժամանակ վախեցրել էր իրենց, որն այժմ ընդունում էր իրենց որպես տուն։ Հավատում ես ճակատագրին, հարցրեց Անահիտը։ Ես սովորաբար չէի հավատում, պատասխանեց Կարենը։ Կարծում էի, որ ամեն ինչ զուգադիպություն է, բախտ, պատահականություն։ Բայց հիմա կարծում եմ, որ որոշ մարդկանց ճակատագրով գրված է հանդիպել։ Հատկապես, երբ նրանք իրար կարիք ունեն։ Ուրեմն դու կարծում ես, որ ճակատագիր էր, որ Սոֆյան մտավ այդ խանութ հենց այն ժամին, երբ դու այնտեղ էիր։ Կարենը համբուրեց Անահիտի ճակատը։ Կարծում եմ, դուք ինձ այնքան փրկեցիք, որքան ես ձեզ։ Գուցե մենք փոխադարձաբար փրկեցինք իրար։ Իսկ հիմա։ Հիմա մենք ապրում ենք։ Մենք երջանիկ ենք։ Մենք մեր երեխաներին սովորեցնում ենք, որ իսկական խոստումները միշտ կատարվում են, որ ընտանիքները կարող են ձևավորվել սիրով, ոչ միայն արյունով, որ նույնիսկ ամենացուրտ դժվար գիշերներին միշտ կա հնարավորություն, որ հրաշքը սպասում է անկյունի հետում։ Անահիտը գուչ եկավ Կարենի կրծքին, լսելով նրա սրտի վստահ հանգիստ բաբախյունը։ Ես քեզ սիրում եմ, ասաց նա։ Ես էլ քեզ եմ սիրում։ Սիրում եմ մեր ամբողջ ընտանիքը։ Սիրում եմ այն կյանքը, որը մենք միասին կառուցեցինք։ Եվ մինչ Երան քաղաքը շնչում էր ներքում, իր միլիոնավոր պատմություններով, որոնք միաժամանակ ծավալվում էին, Մալաթիա Սեբաստիայի բնակարանում մի ընտանիք հանգիստ քնած էր, իմանալով, որ դիմակայել է փոթորիկներին դուրս եկել ավելի ուժեղ,
Ավելի միասնական, ավելի սիրով լի, քան երբեք կարող էին պատկերացնել։ 10 տարեկան աղջկա խոստումը վերածվել էր սիրո խոստովանության ապագային։ Եվ ապագան, վերջապես, ժպտում էր նրանց։ Սիրելի ունկնդիրներ, հուսով ենք, որ Սոֆյայի, Անահիտի, Դավիթի, Կարենի ճամփորդությունը խորապես հուզեց ձեր սրտերը, ինչպես հուզեց մերը այն պատմելիս։ Սա պատմություն է իսկական խոստումների փոխակերպող ուժի մասին, այն մասին, թե ինչպես կարող է սերը ծաղկել ամենաանհավանական վայրերում, այն մասին, թե ինչպես կարող է ընտանիքը ծնվել ոչ միայն արյունից, այլ միմյանց սիրելու, պաշտպանելու գիտակցված ընտրությունից։ Եթե դուք հուզվեցիք հույսի վերսկսման այս պատմությունից, դրեք ձեր հավանումը, բաժանորդագրվեք ալիքին, մեկնաբանություններում պատմեք, թե որ պահն է ձեզ ամենաշատը տպավորել։ Ամեն օր մենք բերում ենք այսպիսի հուզիչ պատմություններ, որոնք բացահայտում են մարդկային հոգու ամենախորը գեղեցիկ կողմը, ցույց տալով, որ նույնիսկ ամենադժվար հանգամանքներում իսկական սերը միշտ գտնում է հաղթանակելու միջոց։ Շնորհակալ ենք մեզ հետ այս հուզիչ ճամփորդությանը միանալու համար, սպասում ենք ձեզ հաջորդ դրվագում, մեկ պատմության համար, որը կշարժի ձեր սիրտը։